Monk 3-ը ներկայացնում է հայկական առաջին dating reality show-ն Սիրասուն։ Յուքոմ ամենալայն ինձ ծածկույթը Հայաստանում։ Ոնց է տենց ստացվել, որ չես եղել ամուսնացած։ Դե Առաջին հիասթափություններն ու կոնֆլիկտները, դուրս է գալիս, որ դու ինձնով հետաքրքրված ես։ Լովելի։ Չէ, բայց ինչ կա որ։ սպասումներն ու հարաբերությունների կառուցման առաջին քայլերը։ Ոնց որ անգլերեն ասած it's not my type։ Անկեղծությունը մի քիչ շատ է ալնում, սկսում եմ ապուշ բաներ խոսեմ։ Սենկը սպոգվա։ Ստամոքսի չափը հավասար է մարդու բրոնզկի չափին։ Եթե սիրտն է պատկան։ Համակրանքն ու հակակրանքն արտացոլող անթակույց վերաբերմունք եւ ցածր գնահատականներ։ Ես տուն եմ ուզում։ Ես պիտի տուն գնամ, ես պիտի կայանամ։ Ինքնագնահատականը սպառցացավ ժողովուրդ։ Ինչ որ ֆոբիաներ ունես։ Չէ, ֆոբիա չունեմ, բայց ալերգիա։ Մյուս անգամ ինչ ենք պատրաստելու։ Հələ պետք է մյուս անգամը գա։ Դիտեք Սիրասունի 3-րդ էպիզոդը շաբաթ ժամը 20-ին։ Մոճուկուճու։ Որտեվ ամեն դեպքում շոու է ու կարա շոուին ամեն ինչ լինի։ Շոուն ես դերասանն է ապահովում հոգիս։ Monk 3 YouTube-յան ալիքով։ Լուսնյակս, ուզում եմ խոստովանություն անել։ Չեմ դիմանամ, բոլոր տեսախցիկները միացրեք, սիրո խոստովանություն է գալիս։ Ես քեզ սիրում եմ, բայց դրա մասին ավելի ուշ։ Իրականում ուզում եի խոստովանել, գիտես, որ սկզբում մի քիչ անհանգստություն ունեի, թե ոնց կանցնեն ժամադրությունները։ Մտածում էի կարող է անհետաքրքիր լինեն, ինչ-որ բարթույթավորված լինեն։ Ամեն դեպքում մասնակիցները առաջին անգամ էին իրար տեսնում, հասկանում ես, այդքան էլ հեշտ չէ տեսախցիկների առաջ բաց ու անկեղծ լինելը, բայց երեկվա դեյթերը ուղղակի գերազանցեցին իմ բոլոր սպասումները։ Միանշանակ չեմ կարող չհամաձայնել, ես էլ այդ մտավախություն ունեի, մտածում էի իրարից կքաշվեն, կամաչեն, բայց երեկվա դեյթերը մեկը մյուսից հետաքրքիր, ռոմանտիկ ու ասեմ նաև ունենք սիրասուններ իմ կարծիքով, մի խոսքով շատ լավ էր։ Ես նույնիսկ ասեմ, որ իմ կյանքի պրակտիկան ես հասկացա, որ այդքան էլ շատ չի, որովհետև այնպիսի մոտեցումներ էին ցուցաբերում, որ ես ասում էի, Արսեն, սա հիշիր, որ իրականացնես, քո մոտ կար այդ զգացողությունը։ Իրականում չէ, տեղ նույնիսկ զգում էի ինձ հին, ուզում էի խորհուրդ տալ, ասեմ, բայց աղջիկ ջան, մի հատ խելոք, հանգիստ, դու այստեղ դեյթերի էքսպերտ չես։ Լավ, որպեսզի այս բոլոր էմոցիաներին դուք էլ հաղորդ լինեք, սիրելի հետևորդներ, ինչ է պետք անել, ասա, քեզ լսում ենք։ Ինչ է պետք անել, բաժանորդագրվել, անպայման պետք է բաժանորդագրվել Monk 3-ի YouTube-յան ալիքին եւ առհասարակ գտնել Monk 3-ին բոլոր հնարավոր սոցհարթակներում։ Այո, մենք այսօր Սիրասուն reality show-ի 3-րդ էպիզոդում ենք եւ պետք է բոլորս ականատես լինենք մեր բոլոր մասնակիցների երկրորդ դեյթին։ Ու որպեսզի հասկանանք թե ով ում հետ է հանդիպելու, պետք է իրականացնենք վիճակահանությունը մի փոքր ավելի սրտաբաց, բայց միևնույն է փակ տեսքով։ Եվ դա կիրականացնեն այսօր առաջինը։ Ես կուզեի ասել աղջիկները, բայց այսօր հերթը տղաներին։ Այսօր հերթը տղաներին է ու առաջինը կիրականացնի Արմանը, բայց մինչ այդ ասեմ, որ մենք ունենք 6 մասնակից, թեպետ սեղանի վրա տեսնում ենք 5 սրտիկ։ Ինչու՞։ Որովհետև Արմանը 3 դեյթ է ունեցել արդեն Անահիտի հետ Կոստանդյան, ինչը նշանակում է, որ այս 5 սրտիկների մեջ Անահիտի անունը չկա, քանի որ մեր բոլոր էպիզոդներում ոչ մի դեյթ, ոչ մի զույգ չի կրկնվելու։ Նրանք միշտ հանդիպելու են նոր մասնակցի հետ։ Եվ Արման, խնդրեմ, նստում ենք ժամանակի մեքենան, գնում ենք դեպի առաջին էպիզոդ, հիշում ենք դուք որ համարի ներքո էիք առաջին օրը, 2։ Եվ Արմանը այժմ պատահականության սկզբունքով ընտրում է Օթարյան Անահիտին։ Արմանը Անահիտ անուններից հեռու չի գնում։ Ահա մեր այսօրվա առաջին զույգը, որը կազմվեց։ Իրար կողքել նստած են։
Ուրախ եք Անահիտ։ Այո։ Սպասում եք այս դեյթին։ Այո, սպասում Սպասեք լինել։ Բոլոր դեյթերին սպասում։ Սպասեմ, Բոլոր դեյթերը սպասելի են։ Գառնիկ պատրաստ ես։ Այո։ Խնդրեմ, ընտրում ես։ Այո։ Դու գիտես։ Ոսկե Եվ կենտրոնական դիրքերում Ահա, Գառնիկը Նորից։ ընտրում է Նորից Անահիտ։ Անահիտ Կոստանդյան։ Ահա։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր զույգ։ Սպասում էիք, որ հենց այսօր դա տեղի կունենա։ Չէ, այսօր չէի։ Լավ պատասխան։ Իսկ այսօր Վաղը չեմ մյուս օրն էր, Անահիտ օրինակ ձեր այսօրվա տրամադրությանը Գառնիկը համապատասխանում է որպես դեյթ։ Վստահ եմ, որ մենք ամեն ինչ կկարողանանք մեզ հարմարեցնել։ Օ։ Շատ դիվանագիտական պատասխաններ է տալիս մեր այս աղջիկ։ Մենք հուսամ այսօր շատ լավ ժամանակ Ես վստահ եմ, որ Ահա։ Շատ հետեւի Անահիտը Դուք վստահ ոնց որ է, արդեն Գառնիկը հուսով սկսեցիք է։ լավ ժամանակ անցկացնելը, ինչը հիանալի է։ Եվ հաջորդը ընտրում է Ալեքսը, Ալեքս խնդրեմ։ Ալեքսը իր առաջին օրվա առաջին թիվը դնում է այս պահի դրությամբ։ Վստահ Այս կերպով։ ստիկի վրա։ Իլոնա։ Իլոնա եւ Ալեքսը այսօր կգնան։ Ունենք այսօրվա երրորդ զույգը։ Հիանալի։ Օհ, Կայ, նրանք պատրաստ օհ, են։ Արդեն ոնց օհ։ Շնորհակալություն։ շատ հաճելի է, ձեզ լավ դեյթ ենք մաղթում։ Չորրորդ ընտրությունը կկատարի Սերգեյը, խնդրեմ։ Սերգեյ, որ առաջին օրը 5-րդ համարի ներքո է, ընտրում է Թամարային։ Տոմա եւ Սերգեյ։ Շատ համահունչ են այս պահին։ Այս տարբերակում կամ երկար տարբերակում։ խոսելու են, կամ երկար լռելու են, դատելով երեկվա դեյթերից։ Կամ երկար լռելու են։ Մնացել են որպեսզի ընտրեն Վարդանը եւ Հակոբը։ Ես առաջարկում եմ որպեսզի երկուսդ միաժամանակ մոտենաք, վերցնեք ձեր առաջին օրվա թվերը եւ պատահականության սկզբունքով ընտրեք երկու սրտերից մեկը, բայց եթե հանկարծ այնպես ստացվի, որ Վարդանը նորից ընտրի Աննային, արդեն պիտի տանի տուն, ոչ թե գնա դեյթի։ Դրա համար մենք այդ պարագայում կփոխենք զույգին։ Ես դեմ չեմ իմիջ այլից մի անգամ։ Ես գիտեմ, ես հիշում եմ երեկվա ձեր դեյթը Վարդան, քո փայլող աչքերը եւ առավոտվա ակլորի էմոցիանը։ Պատմել է բոլորին։ Ինձ ստացի։ Խնդրեմ, կարող եք տեղադրել։ 6 թիվը ինչ-որ բան նշանակում ինձ թվում է։ Ահա, Դե մտածեք, լավ, ահա, տղաներ։ տեղադրվեց։ Ահա։ Ամեն ինչ ճիշտ է գնում Այո։ առաջ, այո։ Հակոբը կհանդիպի Աննային, իսկ Վարդանը Վարդանը կհանդիպի Վիկտորիային։ Վիկտորիային։ Աննա եւ Վիկտորիա, խնդրեմ, նորից եւս մեկ անգամ ծանոթացեք իրար հետ։ Ձերքը չեք դնում դուք։ Էմոցիան չէ։ Խելոք Աննան սպասում է տեսնի Հակոբ իրան ինչպես կդրսևորի դեյթի ժամանակ։ Ինձ ուրախ եմ նսի բերեցի։ Ձեզ մաղթում ենք հաճելի ժամանակ, խնդրեմ կարող եք նստել։ Զբաղեցեք ձեր տեղերը, խնդրեմ։ Բարիքես դեռ ուղեկցեմ։ Ապրես։ Դեռ ժամանակ ունենանք միասին ժամանակ անցկացնելու։ Monk 3-ի հետևորդներ, դուք եւս կարող եք մասնակցություն ցուցաբերել Սիրասուն reality show-ին։ Ինչպես ընդամենը 10:06 կարճ հեռախոսահամարին հարկավոր է ուղարկել ձեր պատկերացրած այն զույգի երկու թվերը, որոնք կհայտնվեն եզրափակիչում։ Եվ եթերաշրջանի ավարտին մենք կխաղարկենք 10 iPhone։ Այդ 10-ից մեկը կարող է լինել հենց քոնը։ Բայց ուշադրություն, հարկավոր է չկրկնել կոմբինացիաները, այսինքն եթե արդեն մեկ անգամ նշել եք այդ զույգի թվերը, երկրորդ անգամ նշելու կարիք չկա, որովհետև հաշվի է առնվելու միայն մեկ հաղորդագրություն։ Թող ձեր երևակայությունը սահմաններ չունենա ու միշտ կազմեք նոր զույգեր եւ ուղարկեք բազմաթիվ հաղորդագրություններ, որպեսզի ձեր շանսերը iPhone շահելու մեծանա։ Իսկ մեր զույգերը դեռևս ունեն ամենամեծ շանսը 20 միլիոն դրամ շահելու։ Դուք Սիրասունի եթերում եք, մենք Monk 3-ի YouTube-յան ալիքում ենք, բաժանորդագրվեք, հետևեք մեզ, որովհետև կրքերը գնալով բորբոքվում են։ Մինչ կբաժանորդագրվեք, վերհիշում ենք մեր մասնակիցների համարները։ Համար 1 Ալեքսանդր, Համար 2 Անահիտ Կոստանդյան, համար 3 Անահիտ Օթարյան, Համար 4 Աննա, համար 5 Արման, Համար 6 Գառնիկ, համար 7 Թամարա,
Համար 8 Իլոնա, Համար 9 Հակոբ, համար 10 Սերգեյ, Համար 11 Վարդան, համար 12 Վիկտորիա։ Մնացեք մեզ հետ, հետևեք մեր զարկերակին, մեզ մոտ սրտերը լավ են։ Բաբախ։ Այո, կարողանում եմ ասել ճիշտ բառերով։ Կհանդիպենք շատ շուտով դեյթերի ժամանակ, համարում ենք Սիրասունի 3-րդ էպիզոդը բացված։ Արի սիրելիս, արի ես քեզ ուղեկցի։ Ուղեկցի շո։ Իմ հրաշք։ Մենք սկսենք Գնանք դեյթի ասել։ Աստված։ Գուշ։ Առաջին դեյթերից հետո եւ մասնակիցները եւ դիտողներն անհամբեր են։ Բոլորը ցանկանում են տեսնել, թե ինչպես կանցնեն մյուս ժամադրյալների հետ զրույցները, կարծիքների բախումն ու հնարավոր տարաձայնությունները։ Գուցե նաեւ հասկանալի լինի, թե ով ինչ մարտավարություն է ընտրել։ Մեր սիրասուններից ոմանք արդեն մտածում են միավորները իմպուլսիվ չբաշխելու մասին։ Նույնիսկ նախկին ժամադրությանը տրվածները փոխելու հնարավորություն է խնդրում։ Յուրաքանչյուր ժամադրություն եւ գնահատական կարող է որոշիչ լինել։ Սիրասունի բոլոր մասնակիցներն ունեն գնահատման քարտեր 1-ից մինչև 6։ Յուրաքանչյուր դեյթի վերջում նրանք միմյանցից գաղտնի իրար միավոր են շնորհում, սակայն ընդամենը մեկը։ Երբ մասնակիցն օգտագործում է գնահատման մինիշը, դա այլևս օգտագործելու հնարավորություն չի ունենում։ Օրինակ, եթե առաջին դեյթին իր այդ օրվա զույգին գնահատել է 3, շոուի ընթացքում այլևս ոչ մի մասնակցի չի կարող գնահատել 3։ Դու այսօր փայլում ես համ ուղիղ, համ փոխաբերական իմաստով։ Շնորհակալ եմ։ Դուրը եկել են այ, հա։ Անկամ ծիծաղս ինչ որ տեղ։ Ես արդեն հաստրել եմ նկատել քո ծիծաղը, բարակիչ ծիծաղ։ Բարակվել ես։ Կան չէ, որ հարուստ եւ աղքատ ծիծաղոր մարդիկ ծիծաղում են ավելի հարուստ եւ ծիծաղում են աղքատ։ Հիմա հարուստին արում, ծիծաղից ենք սկսում, որ առաջ գնանք։ Դե կարող ենք մի հատ ծիծաղել ու առաջ գնալ։ Ստեղ եղել ես էլի։ Այստեղ եղել եմ։ Խիտ ես կամ ծիծաղով։ Որովհետեւ այստեղ վերջին անգամ եղել եմ էլի դեյթի։ Ինքը հարցնում էր, ուզում էր ասել, որ չէ, չեմ եղել։ Բայց ամեն ինչ արդարության համար ասեմ, որ այսքան սիրուն հաստատ չէր։ Ինձ թվում է, Նաև ես դիմացին էլի կատում։ շատ ճիշտ պահերի ես բռնում հարցերը տալով, ճիշտ պահեր ես բռնում հարց տալու համար։ Մասնագիտական է։ Ոնց է իրան տեղավորացնում ամեն տեղ։ Մեքենայից իջա այդ տեսարանը տեսա, այդ պահին իմ միակ միտքը, այս ինչ շատ եմ սազում, ես այս տեսարանի հետ շատ սիրուն էր ամեն բան, իդեալական էր, ուղղակի, ոնց որ պրոստը պետք էր ինձ տանել, դա դնել, ու ոչ մի դեյթ չանել, դեյթ գնալ։ Ես լսել եմ, իմացել եմ, որ դու պոեզիա ես սիրում։ Սիրում եմ։ Սիրում ես։ Ես դից մի փոքր սյուրպրիզ էի նախապատրաստել։ Հապա։ Սամ սևակ սիրում ես։ Սիրում եմ։ Հա։ Հաճ մամատում ես բանաստեղծություն է գալիս։ Այդ սպոնտան ստացվեց, գիրք տեսա, Որոշեցիք։ Որոշեցիք։ Արի դու էլի։ Մենք այնքան հումորներ ենք արդեն իրար հետ արել, որ դու քովը Այնպեսի, այո։ Դու քովը շատ անտեղի գար։ Ոչ, այդ պահին իմ արտահայտությունը ոչ թե սխալմունք էր, այլ զգացողություն։ Ես այդ պահին Պոետիկ վայբով։ այո, դուք զգացի եւ ուզեցա դուք ասել։ Խնդրում եմ մի ուղղակի։ Ձեզ կկարդամ։ Շատ լավ։ Չգիտեմ, ինձ թվում է կարդացած կլնեք, լսած կլնեք, համրի չեմ դարձել ստեղծագործությունը, փորձեմ կարդամ, ինչքան ստացվի։ Մեծ սիրով կսպասեմ։ Ես ակնոցներս մեծ սիրով կհանեի, ու որ ակնոցներս հանեմ, չեմ կարողանալու կարդամ։ Ակնոցներով կարդամ, դու հայացքը պատկերացրեք։ Այո։ Համրի չեմ դարձել, ես ձեր մատներին, քաշում ետ տալիս հաշիվ եք անում, ու դեռ ուզում եք, որ մինչև անգամ ձայնս դուրս չգա, որ
չշխշխկամ։ Գիտեմ, ես էլ եմ գնալու շուտով, ուր որ է այո գնալու եմ ես, բայց չեմ կորչելու, դառնալու եմ ձեր առողջությունը։ Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ, քան թե արվեստում լինել տնփեսա։ Երազել է տալիս մութը, իսկ երազել մենք չենք ուզում։ Առաջներում մեր պեսներին այրում էին խայրուկի մեջ։ Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։ Ախ, երանի, թե ես այնպես ապրեմ, որ դու ինձ սքաս։ Շատ սիրուն էր։ Հուսամ ստացվեց կարդալ։ Այդ տեսեք մեր մտքի շարունակությունն է։ Արի արդեն դու անցնես։ Ես այդ պայն ապրեցի շատ հակասական էմոցիաներ։ Ես տրամադրված գնացել եմ, որ ես իր հետ պիտի խոսամ, օրինակ ինքը մասնակցել է ինչ որտեղ երբին, որ ինքը ինձ կտա հարց, ես կպատասխանեմ կամ չեմ կարող ապնապատասխանել ու ինչ որ էմոցիաներ կզգամ, բայց ես գնում եմ ինքը ինձ համար սկսում է կարդալ Պարույր Սևակի մի րոպե, բայց ես ինչ պիտի զգամ։ Ինչ բոնս պահես։ Ու բացի դա ես վերջի անգամ հանդիպում դեյթ ունեցել եմ, չեմ հիշում երբ անգամ։ Իմ համար մի քիչ դժվար է, բացահայտում եմ ինձ։ Սիրելը տարբեր ձևեր ունի, այսինքն ինքը նկարագրում էր սիրելու կամ ընդհանրապես այդ զգացողությունների իր մոտեցումը, տղանցիքն է։ Իմ համար սիրո դրսևորում կարող լինի, օրինակ, դա պարտադիր չի սեր ասվածը ընկալես որպես տղա աղջիկ սերը իմ համար այնքան գեղեցիկ ծավալուն զգացողություն է, ես սեր կարող եմ զգալ այս տեսարանի նկատմամբ, ես սեր կարող եմ զգալ այս պահի նկատմամբ, սերը այնպիսի զգացողություն է, որ զգալ։ Այո, ես այս պահին, այս միջավայրից զգում եմ միայն սեր։ Աշխարից, չգիտեմ, տիեզերքից, ոնց ասում էի, զգում եմ սեր։ Մոճուկու։ Հետո սովորել ես դեյթերին։ Ես իր մեջ զգացի, որ ինքը սիրելու ստանդարտ ձև չուներ, այսինքն ինքը ուրիշ մոտեցում էր փնտրել սիրելու սերը ցույց տալու ու շատ սիրուն էր դա իր մոտ ստացվել։ Այսինքն ինքը այնտեղ ասում էր ես այնպես ապրեմ, որ դու ինձնից հետո, այսինքն իր համար կարևոր էր թե ինքը դիմացինի աչքերում ինչպես կլինի, ես դա այն նկատի ունեի, ու ինքը արտահայտելուց էլ իր ձևով էր սերը արտահայտում, ոչ թե սովորական։ Իսկ ես սիրում եմ, որ մարդուն, երբ որ ուզում ես սեր ցույց տալ, դու մտածում ես։ Ասել, որ լիովին կարողացել եմ տենց գերել, հա, դիմացինին, դժվար է ասելը։ Բայց այս պարագայում բավականին հաճելի ու ջերմ մթնոլորտ է ստեղծվել։ Ու անգամ էկրանին կարող եմ ասել, որ հեռվից տենց բավականին համահունչ ինձ թվում է զույգի տպավորություն ենք թողել։ Պրոյեկտը, որին ես հիմա մասնակցում եմ, ես փոքր ժամանակ ինձ հենց բնականաբար ոչ հենց այս սցենարով ու ֆորմատով, բայց ես միշտ պատկերացրել եմ այս ինչ-որ սցենարի մեջ, որ ես մեծացել եմ, ես մասնագիտությամբ մանկավարժ եմ, ունեմ այլ աշխատանքային փորձ, բայց ես ինձ ոչինչ չի խանգարել այս պահին այստեղ լինելու համար։ Այսինքն այս ստեղ գտնվելը իմ հետ նստը։ Մանկության երազանքն է։ Դե դու ավելի կոնկրետացրի։ Փոքրացրի շրջանակը, բայց ես ընդհանուր պրոյեկտ էի նկատի ունեի։ Մենք տենում ենք ինչ ուզում ենք տենալ միշտ։ Շատ հաճելի զրուցակից դուրս եկավ։ Մինչև այդ 2 օր չէր հաջողվում էլի շատ տետատետ ընդհանրապես չենք շփվել, քանի որ չէր բռնում եւ ժամերը, մենք ստեղ էինք, իրանք ընդեղ էին, ու ընդհանուր էինք հիմնական շփվում, ու Անահիտը կարողացավ ավելի խորը մարդու տպավորել, ավելի խորը մարդ թվալ ցույց տալ իրան զրույցի ժամանակ, քան թե թվում էր, ինչը ես բավականին գնահատեցի։ Քո հետ հաճելի է շփվել։ Կարևոր իմ հումորը հասկանում ես։ Բնականաբար։ Մեկ մի վարքյան ուշ, բայց հասկանում ես։ Հիմնականում մարդը կետեր չեն հասկանում։
Դե միգուցե այդ մեկը քեզնից է կախված։ Հա, ես բան չեմ մեկ չէ։ Տափակ հումորներ շուտ եմ անում, հա, ունենց հումորներ, որ մենակ ինձ են դուր գալի, բայց կարևորը ես խնդրում եմ։ Ես մի երկու օրվա ընթացքում արդեն հասցրել եմ շատ ծիծաղել քո մի քանի հումոր։ Դե որ շատ անում ես, մի քանի սլամն է դուր գալի, հա։ Количество бытоге արդարության համար ասեմ, այո, որ եղել են նման հումորներ, որոնց վրա ես լիքը ծիծաղել եմ։ Իսկ եղել է որ ընդհանրապես չես ծիծաղել, դա էլ է եղել։ Շատ ինտրիգային հարցեր ես տալիս, բայց Չէ, ինտրիգային հարցեր տալի, ես չի ուզում։ Հա, դա բնականաբար, դա նորմալ է, եղել է, հա, որ ծիծաղում չի եղել։ Ես նկատում եմ։ Կարաս հասկանաս ինչը դուրս չի եկել ինձ։ Իմ կողմից։ Չէ, թվանակի մեջ։ Հումորի մեջ, սարկազմի մեջ, այդ բան որ ասում ես չես ծիծաղել։ Ինչի չեմ ծիծաղել։ Ոյ, դա չեմ կարող ասել, բայց եթե մի հատ օրինակ բերես, ինձ նենց հետաքրքիր կլինի։ Մտածի Գառնիկ, մտածի, մենք սիրում ենք որ տղամարդիկ մտածել գիտեն։ Չէ, ասեմ, բաներ կա շատ ես։ Կամ էլ երևի է տարիքային տարբերությունից է միգուցե ցենզուրայից դուրս։ Ես չեմ սիրում ցենզուրայից դուրս։ Այդ դրանց վրա չեմ ծիծաղել։ Հա, դա վրա նորմալ է որ չես ծիծաղել, բայց ես ցենզուրայից դուրս դա շատ։ Դե միգուցե իմ ցենզուրայից դուրսը քո համար նորմալ բան է։ Հա, միգուցե, հա, բայց նորմալ է որ իմ ցենզուրային ներսը քո համար ցենզուրայից դուրս է, դա լրիվ նորմալ է։ Նկատողություններ, եթե ինչ ես Գառնիկ ջանից թվում է ինքը հասկացավ։ Շատ նուրբ ասաց, էլի։ Ես ուզում եմ ձմերուկ ուտել։ Դիլիմով։ Դու չես ուզում։ Ես։ Կդիմանաս կայթակղությանը։ Իհարկե ոչ։ Կարմիր։ Ես քանզի ես դիլիմով շտվայցա ձմերուկ չեմ կերել։ Չէ, սխալատացի։ Ես շատ ժամանակ դիլիմով չեմ ուտում ձմերուկ։ Ես Սիրուն կտրտած։ Նայ, բոժոժիկա բազում։ Մի վարքա։ Վերցրը։ Այ։ Ես սավրակ ուտեմ։ Շատ ես։ Մի հատ էլ գավս շտագը դեմ լա։ Գալիչկաները շատանում։ Ես որ մենակ եմ ապրում, այս մեկ ձմերուկ այսենց ընդհանուր վերցնում եմ ու մեջից գտալով ուտում եմ։ Տենց փորձ կրես, տես։ Բաներ, մեսիջեր աղջկան էլի։ Մենակ ապրում։ Ամբողջ ձմերուկը։ Կեսը կարող ես ուտել։ Դե որ այսենց ձմերուկը մի հա չես կուտի դու էսի։ Չէ։ Աչնաս դու 42 կիլո ես։ Այդտես ես հիշում եմ ամեն ինչ։ Այդտես։ Ինչքան գիտեմ, ստամոքսի չափը հավասար է մարդու բրոնզկի չափին։ Չէ, սիրտն է այդքան։ Հա, ես ստամոքսն էի լսել։ Չէ, սիրտն է։ Я ասում եմ, слышали что-то, но не знаем откуда։ Не знаем откуда, да։ Այ։ Ավարտենք։ Ուզում ես ավարտենք։ Ես չեմ ուզում։ Ես ժամերով քո այստեղ կդստեք խոսենք։ Բան չի ես այդ մասին իմ այնց հացնում։ Ժամանակն է։ Այո։ Կարելի է ասել ես ուզում եմ քեզ շուտ տամ միավոր, որովհետև անհամբեր եմ արդեն գնահատելու այս սիրուն հանդիպումը։ Մենք աղջիկներս ոնց հասկացել եմ, մենք իրար նման ենք մտածում։ Մենք կտանք բարձր գնահատական նույն մարդկանց, ցածր գնահատական նույն մարդկանց, ինչը կդժվարացնի մեր 20 միլիոնին հասնելու ճանապարհը։ Իսկ ես դա պետք չի։ Ընդհանրապես։ Ես տուն եմ ուզում։ Ես պիտի տուն գնամ, ես պիտի կայանամ։ Եթե ես իհարկե ես դա չի նշանակում որ չեմ ուրախանա ինչ որ մեկի հաղթանակով, բայց ես չեմ պատրաստում ձեռքերս ծալած նստեմ եւ ամեն ինչ չանել իմ հաղթանակի համար։ Այս պաուզայի վրա կդնեի, մի քիչ երկար ստեղ նստենք։ Но нас подведем։ Ում հետ դեյթին եմ սպասում։ Ալեքսի, բայց ասեմ ինչի համար, որովհետև իր հետ կապված մի քիչ ավելի շատ կոպիտ կհնչի, որ այդպես ասեմ, բայց անտիպաթիա ունեմ։
Ես քեզ ուզում եմ, բայց եւս մեկ անգամ շնորհակալություն ասել այս բանի համար, որովհետեւ ես իրոք շատ հաճելի էմոցիաներ ապրեցի։ Շատ լավ է։ Իսկ դու։ Անտիրա, հա։ Իսկ դու։ Ես ինչ ասում եմ, ես առած խափելու եմ ասում։ Ում համար եմ բան բարձր միավորս հատուկ մարդ չկա։ Եթե Անահիտել ուղղակի երկրորդ հանդիպմանը տալ ամենաբարձր միավորը միգուցե հետագայում կփոշմանեի դրա համար։ Կանդիդատներ կան, թե ոնց կդրսևորեն իրանց հանդիպման ժամանակ, ժամադրության ժամանակ, թե որտեղ կգնանք, հա, այդ ընթացքում։ Դրանից կախված արդեն կլինի թե ում կտամ 6 միավորը։ Միգուցե վերջում փոշմանեմ, որ այսօր չտվեցի 6 միավորը։ Միգուցե փոշմանեմ, որ 5 միավորն եմ այսօր տվել, եթե լա հնարավոր։ Ես այդ մարդուց շատ լավ կարողացա շփվել, ես կարողացա շատ լավ ժամանակ անցկացնել իր հետ։ Մեկ ես տվել եմ որպես ոչ որպես մարդ, ոչ որպես գառնիկ, այլ տվել եմ որպես մարդ, ում հետ ես գնացել էի դեյթի։ Ես տոլերանտ եմ եւ ընդունում եմ մարդկանց, ովքեր ունեն իրենց գաղափարներ, օրինակ աթեիստան կամ չգիտեմ ինչ, բայց իր մեջ կան շատ գաղափարներ, օրինակ ես հավատքով մարդ եմ, ես հավատում եմ Աստծուն ու իմ համար կարևոր է, որ իմ կողակիցը եւս հավատա Աստծուն, որովհետեւ իմ համար դա հիմք է ամեն ինչի համար։ Իսկ գառնիկը չի հավատում Աստծուն։ Ես լրիվ նորմալ եմ նայում դրան, բայց իմ համար դա կարևոր է, այսինքն ես կարող եմ իրեն ընդունել որպես շատ լավ մարդ, շատ լավ ընկեր, բայց ոչ հաստատ որպես կողակից կամ մարդ, ում հանդեպ ես կամ զգացմունքներ ունենամ։ Բայց այն ինչը ինքը ինձ տվեց, դա ուղղակի հրաշալի էր։ Was it all in my head when you said you love me? 'Cause no one can love me better than you did. Was it all just in my head? Ասա ինձ հետաքրքիր, դու ինչ ես մտածում այդ ուղղությամբ, ինչ որ ես տեսել եմ։ Որ ուղղությամբ։ Հələ տես, մենք առաջի օրվանից ինչ տենց վավշե իրար տեսել ենք, ինչ որ իրար կծում ենք։ Եվ այլն։ Մտածես ինչի՞ց է ըստ քեզ։ Կամերաները նկարեր։ Հա, դա որ սաղ նկարել, այդ մի պատերազմ էր, կինո։ Բայց այդ ինչի՞ց է։ Կծելը։ Ես չեմ կծել։ Չեք, Առաջինը դու ես կծել։ Հասկանում եք, չէ՞, որ կծելը փոխաբերական իմաստով է օգտագործվում։ Գիտես, որ դրվագը կարամ սենց պարզ ասեմ, ուրեմն ձախ կողմս առաջի ընթրիքի ժամանակ նստած էր Հակոբը, աչում դու, ու սենց երկուսով ատակայով տարիքային սենց տարբերությամբ երկուսի։ Ես բացարձակ քո հետ չեմ խոսացել։ Խոսացել Դու ես։ ասեցիր քանի տարեկան եք, մենք տարիքներս ասեցինք, ասեցիր լավ, հայրիկներ ջան ու վեր։ Էդ է եղել։ Ես ասում եմ անգամ դպրոց ես քեզ կտանեմ ազիզ ջան։ Դու հիմա որտեղ ես թատերականներ ուզում ընդունել։ Իսկ ուզում ես ավելի շատ տենց կինոներ եւ այլն, թե բան։ Թատրոն։ Հենց թատրոն։ Ես քեզ ավելի շատ կինոների մեջ եմ պատկերացնում, բայց։ Ֆիլմ։ Կինո չէ, ֆիլմ։ Դե թող ֆիլմ լինի։ Հայկական սենց հետաքրքիր ֆիլմերում, այո, ինչու ոչ, բայց սերիալ Խի։ Ես էլի Ճանապարհին գալուց ասում եմ հայկական սերիալներ եմ նայում։ Ես թե դու ասի դու երևի Կա տենց բան ճիշտն ասա, այսքան մարդ մեզ անայում ճիշտն ասա։ Հիմա էլի տեսելի այդ կծելու պահերը գնաց ու լեկտի սուտ չի։ Վաբշե լեկտի սուտ չի։ Գնում եմ всё։ Չէ, ես գնում եմ, մի րոպե, նստի էտի պատասխան ուզում եմ ամեն ինչը։ Իսկ ինձ ինչ ես դնելու։ Ուղիղ հարց, մի անգամից։ Այդ անձնական գաղտնի։ Հələ որ -2-ով գնում։ -2-ով գնում ենք հələ որ։ 0 չկա, պետք է ճղես գցես երևի մեկը։ Էդի կդառնա տենց։ Չէ, անկեղծ, բայց լսի, չէ, եթե իրոք հիմա այսօր ինչ որ այսօր ենք մենք սկսել իրար հետ տենց թեթև շփվել, չէ։ Իրականում հա։ Մենք վավշե չենք շփվել իրար հետ, այսինքն շփումից էլ ինչ որ տենց կծել ենք, հələ դու կտենաս, ես ու դու իրար հետ տեսենք։ Չէ, դու ես ասել այդ ամեն ինչը։ Հա, նու ես քեզ եմ կծել, դու ինձ ես կծել։ Հիմա, տես, ֆոկուս եմ անում։ Դե մեզ հեռախոս չի կարելի, չէ։ Պրոդյուսերին, բայց ես խնդրել եմ ծրագրամայի, որ անպայման ինձ հեռախոս տար, ու շատ խնդրեցի, դե գիտես ինչ բարի են իրանք։ Տվեց որ ChatGPT-ից հարցնեմ։ Հələ մի հատ իմանամ այդ որ աղջիկն ու տղեն իրար հետ ծանոթանալուց կռվում են, ի՞նչ է նշանակում։ Այո, տեսնենք ChatGPT-ն ինչ կասի։ Գնաց։ ChatGPT։ ChatGPT ջան։ Ասա որ всё։ Ահա։
Երբ մարդը հետաքրքրված է արդեն իմ կողմից է, էլի։ ChatGPT-ն քերուս տղեն է։ Երբ մարդը հետաքրքրված է, բայց մի փոքր ամաչում է կամ չի ուզում բացահայտվել, հաճախ դիմում է հեգնանքին կամ խաղային նեղացնելուն, որպեսզի չբացվի ամբողջովին։ Ինչ որ սկրինշոտ ես արեք, քո մտքերն է։ Ես եմ գրել։ Այդ ես զգացել եմ, ճիշտ է։ Տարիներ առաջով կպատկերացներ, որ ժամադրության ժամանակ կարող է նաև ChatGPT-ին դերակատարում ունենալ, օրինակ հորքուրը կարող ունենալ դերակատարում, չգիտեմ, քերին կամ այն մարդով խորհուրդ էր տվել իրանց հանդիպել, բայց ChatGPT-ին հիմա տես դուրս է գալիս, որ դու ինձնով հետաքրքրված ես։ Առաջին օրվանից։ Իմ երևակայությունը չի ChatGPT պրինցիպներն են այս սա։ Լովելի։ Չէ, բայց ինչ, հա, իսկականից կարող է ցանկություններով ես լի եմ։ Ինչ կա որ։ Ինչ։ Ես ինչ եմ մտածում։ Չամոդանս հետ շփվեցի։ Բայց ո՞ւր էր գնալու ստեղից։ Որմեն տունը լավ էր երկու։ Տուն։ Այսինքն են մնացած 4 հոգին էլ вообще հետաքրքիր չէ։ 4 հոգի։ Հələ 4 հոգի էլ ունես։ Հույսնամ 4-ը կոպես չեն լինել։ Լավ, մի քիչ դու ինձնից ինչ ա քեզ հետաքրքիր, կարաս ասես, հարցնես։ Մասնագիտականը։ Սկսիջա։ Ես մասնագիտությամբ ավարտել եմ հեռուստառեժիսուրա բաժին։ Հենց երկրորդ տարուց պարզել, որ ես հեռուստառեժիսոր դառնողը չեմ։ Ես տաղանդ եմ։ Չէ, հեռուստառեժիսորն է հենց այդ տաղանդը։ Հենց որ տաղանդելն էի կդառնա, էլ։ Հեռուստառեժիսորը լուրջ շատ բարդ մասնագիտություն է։ Իսկ հիմա ինչով ես զբաղվում։ Հիմա երգել եմ գրում երգիչների համար։ Երգել գիտես։ Չէ։ Բա մուսան օրինակ ո՞նց է գալիս։ Ես էլ չգիտեմ այդ ինչա։ Նա։ Դե սենց որ գա կլարեմ։ Բայց ոնց բացատրեմ, դա չեմ կարող բացատրեմ։ Չգիտեմ, ես այդ մուսա բան այդքան չեմ էլ հավատում։ Ես կարող եի այնց անել, որ այս ժամադրությունը շատ հարթ անցներ։ Ինչ որ մենք սենց շատ ժպիտներով, ուրախ, ընկերական գայինք, բայց քանի որ ես այդ առաջադրանքները իմ մեջ չունեմ, որ այնց անեմ, որ ինձ շատ բալ դնեն կամ ինչ որ մեկը ինձ սիրահարվի, ես խոսում եմ ինչ որ մտքից գալիս է, այսինքն ինչ որ մտածում եմ, ինչ որ խոսամ ցանկանացած, ինչ որ մեկի հետ, ով որ ուղղակի ինձ ծանոթ է։ Ասենք ինչ ես մտածել, դու ինձ տեսել, ես կարող ես էլ կասեմ, իհարկե, Թոմաս։ Այդ հետո կիմանաս։ Այդ հիմա չեմ ասի։ Տենց։ Բա հետո վերջում սենց ընդհանուր կարծիքս չասեմ, բայց քեզ չեմ ասելու։ Մեր մոտ հիմա չերազես։ Բաներ կան, որ ինչքան էլ որ կողքից ասեն, չէ, շոտ թույն ամեն ինչ շատ օքեր, տենց չի։ Կներես Ալեքս ջան, որ ասում եմ, բայց ամեն դեպքում իր ինքնասիրահարված տեսակը ինքը կարող է լավ մարդ է, բայց ոչ կողակից։ Ես գիտես ինչ եմ նկատել, դու հենց որ իմացար, որ ասում ոնց որ արդեն գաղտնիքներ ունենան իրար հետ, ասեք մենք էլ իմանանք։ Ինչ է, այդ երես։ Սերազս պատմեմ չէ։ Անկես դու ինչ որ հենց իմացար որ ես ու դու իրար հետ պետք է ժամադրության գանք։ Մի 10 հատ կոֆե դրիր։ Հիմա մի քիչ ճնշումս բարձր է։ Ստոպ։ Մի հատ անկեղծից։ Ամենաբոձենը ոչ միայն քեզ եմ տեսնում։ Ջոկին որ ես արդեն վատ եմ, չեմ կարող խմեմ։ Գնացի բուֆետի աշխատողին, օպերատորներին։ Ով ասես կոֆե իր բաժանում։ Ամալիային խոսք եմ տվել, չեմ հուզվելու, սպասի։ Չէ, հիմա մի հատ ասա, ինչի համար։ Ինչը։ Ինչի համար տենց վերաբերմունքդ մի անգամից փոխի։ Նայ, չէ, նայ։ Ես թվում մի թեթև դու ինձանից հույս ես Ես լինում։ կասեմ, լավ, խոսամ։ Նայ։ Քանի որ դու որպես այդպեսին ինձ ոնց որ այսօր սկսեցի ասենց շատ շփվել, ճանաչել։ Այն ժամանակ Շատ դզել։ Ոնց ասեմ, չէ, գիտես ոնց դեռ հա։ Լավ, այո։ Իսպանական գրքեր։ Լավ։ Քանի որ նոր սենց ոնց որ կոպիտաս, ոնց կոպիտ է հնչում ինձ թվում, ասես թողեցիր մոտ, այսինքն որ գոնե դու ինձ սկսես ճանաչել, ասենց աչքիդ արդեն իրական Իլոնան գնաց սենց։ Խայնում եմ։ Բայց չի ուզում իմանամ, դա էլ իսկական է, չեմ հասկանում, այդ խի բան չէ։ Հա, հանկարծ սարքես, լավ է չի։ Ես ուզում եմ իմանամ բանը, այդ սկզբի օրերը, վավշխի մենք իրար հետ չենք շփվել։ Տարիք իրան ասում է։ Հա, որ տարիքս իմացար վախեցա։
Խինչան, չէ։ Բայց նայ, դու էլ շփվող չես որպես այդպեսին։ Դու ասենց ինչ-որ Ես? բոցեր ես անում, հա։ Չկա տենց։ Լուրջ, ասենց ինչ-որ բոցեր ես անում ու վсё։ Հիմա բայց դες ոնց եմ շփվում։ Այդ որովհետև գիտես ինչի համար է։ Չէ, որովհետև գալուց խնդրեցիր, Լավ, ասեցիր մի քիչ շփվի, չուզվեմ։ Պրիզնատարի որ վարդ եմ գողացել քո համար։ Ինչ էլ ծուր է այդ վարդը։ Բան էի վստահել, էդ էլ չկա։ Ում։ Քեզ, այստեղ էի դրել։ Ահա, արդեն կոնֆլիկտներ են գնում։ Ոնց ստեղ է դրել։ Ուր է վարդս։ Որ ասեմ կերել եմ կավացած, ես չեմ տեսել այդ վարդը։ Անկեղծ չեմ տեսել։ Իլոնան մեկը իմ համար ֆավորիտ աղջիկներից մեկն է, ինքը շատ աստղային աղջիկ է։ Вообще շատ լավ աղջիկ է։ Շատ ինքը կոնկրետ աստղ է։ Այտենց ծնվել։ Մեր մյուս հանդիպումը արդեն որ չգիտեմ, պրայկները բրծնի բան, համաձայն ես։ Ասма համաձայն ես, չէ։ Ես էլ եմ։ Անհնար է։ Դե բայց չէ, ոնց է լինի, տենց շփում կունենանք, ինչի մասին է խոսքը։ Դե հələ մի 3-4-5 օր կհամոզեմ ոնց է լինի, էլի։ Առանց բան անելու։ Ուրիշ քեզ մի բան դու, ես արդեն այնքան խոսացի рэպեր եմ դառել։ Ուզում հասկանամ անձնականից հարցեր տամ, թե չէ։ Նայած ինչ։ Օրինակ ոնց ես վերաբերվում Կկուներին։ Չէ, ինքնուրույն ստոնդոր sense շոտ շոպլոն բան եմ հարցնում, բայց ոնց ես վերաբերվում աղջիկա բաց հագնվել։ Այս հետ էլ սպասում էի որ դու կհարցնես, չէի պատկերացնում ուրիշ բան։ Ինչ բաց, ասենք, ինչ։ Տերաս օրինակ աղջիկա ծնկից մի քիչ վերև շորիկ կա հագել։ Չէ։ Ինչ։ Այս ինչ ես հագի արագ փոխվել։ Չէ, ինչի մասին է խոսքը։ Կդզի։ Դու ուրիշ բառ չգիտես։ Բայց ուրիշ առաջին անգամ եմ ասում կդզի։ Մի բան ասա, բադ բան ասա, թողեմ գնամ, բադ բան ասա։ Քեզ վատ բան ասեմ։ Չէ, ինչ չէ։ Հա, ծնկից մի քիչ վերև նորմալ է, բայց սա տկլոր չէ։ Եթե դες վատ բան, սավատ տանեմ։ Բաց, օքեյ, ես իր համար եթե բաց է, ուրեմն չգիտեմ, բայց ընդհանուր ասեմ, մարդը պետք է հասկանա, որ աղջիկա դիմացին էլ տղան, որ կարա խոցելի լինի ու այդ պահին ինքը իրան նեղացի։ Դե չէ, լսում ես, դրա համար մենք որ արդեն եկանք հանդիպման, ես հենց շորը տեսա։ Ասեցի վсё, չէ։ Տեսել չես դիմացել, հիմա հակառակ մոտեցում ես ցույց տալիս։ Չեմ շարունակեմ։ Չէ, բայց եթե անկեղծ չի, իսկական բաց հագնվել է հիմա չգիտեմ, որ թիվն է, շոկ է։ Հենց հիմա։ Դե ասում եմ, եթե անկեղծ, այսինքն անկեղծ չէր, կամ կատակ է անում, կամ խափում է։ Կատակ էի անում։ Խափում էի կատակով։ Էդ ասածդ իմ հետ վերաբերել խափում էի։ Հա, իհարկե։ Իրականում ես չէի ուզենա, որ նման արտահայտություն աներ, որովհետև ինքը գիտի, ինքը ինչքան էլ ես իր հետ խոսեցի, ինքը զգաց, որ ես ասենց մի տեսակ արդեն դառա, իր մտածելով ինքը կատակ արել, բայց իմ մոտ դա մի քիչ այլ է, ոնց որ ինձ էս կոպիտ ասած գցի ինչ որտեղ։ Չէ, դու շատ երևում է հեզ, ճիշտ, հագնվող, շատ լավ աղջիկ ես։ Այդ տողատակերը։ Բայց խիա տողատակ, հիմա ինչ ասում եմ, ասում ես տողատակ, էլի այդ կծոցին գնաց։ Okay։ Վավշե տողատակ ես չունեմ։ Okay։ Այդքան էլ խնդրեցիր, ասեցիր, որ հանկարծ խայտարակ չանեմ։ Ես դեռ տենց տուն կա։ Տուն են գնալու հələ կիմանանք։ Չէ, հիմա ասա տող մարդիկ իմանան մենք իրար հետ ոնց ենք շփվում։ Էկրաններից այկոլ։ Մարդիկ արդեն իմացան։ Հիմա իրանք կարող է տենան, ասենց իրար կողք կանգնեցինք, խոսացինք ու բաժանվեցինք, չէ։ Այնպես մտածեն լավ են իրար հետ։ Բայց դու ճիշտն իմանան, ճիշտը ոնց է։ Ինքը սենց ինչ որ ոնող բնավորության գիծ ունի։ Ես չգիտեմ, կարող է մեր կարծիքները լրիվ տարբեր լինեն, կարող է եւ ինքը լրիվ ինձ գովա, բայց ես չեմ կարող։ Կարամ ես ժպտամ, բայց արդեն դու գիտես քո պատասխանը։ Այսինքն նայեք, կարա լինի նենց դեպքեր, նենց բարագաներ, ես չլինեմ, ուրիշ մարդ լինի, որ նորմալ չի, այսինքն օրինակ ինքը ընկերների մոտ նստի իր կողակցին, փնովի, ենթադրենք, ինչ որ տենց շատ կոպիտ օրինակ եմ բերում։ Այդ իմ համար էդ է նշանակում։ Իսկ այն մարդով իրոք հարգում է այդ աղջկան, այսինքն տենց դեմ դիմաց նենց բան չի անի, որ ինքը նեղանա, հաստատ չէր խոսա տենց բան։ Արի ես մի 30 վայրկյան նայենք իրար աչքերի մեջ։ Աչքերս ու էլի չխոսանք։ Ինձ շատ են ասա, որ սիրուն աչքեր ունեմ, դրեմ։ Հա, չէ, իսկականից լրիվ ճիշտ են ասել։ Այդ մի բանը շատ սիրուն է։ Լավ աչքեր լցվեց, լավ։ Հա, ես միշտ եմ տենց ուզում եմ, ես որ sense բաներ են անում իմ մոտ, անկեղծ։ Սիրասուններ ժամանակ ձեր դեյթի ժամանակը սպառված է
Եվ ժամանակն է, որպեսզի քվեարկեք ու տակ այն միավորները, որոնց մասին կամ նախապես եք մտածել, կամ էլ այս դեյթի արդյունքում հասկացաք, թե որքանով եք ուզում գնահատել ձեր զուգակցին։ Իմ կարծիքով նորից եմ ասում, ինքը ֆավորիտներից մեկն է, իրան արդեն իսկ գնահատեն բարձր։ Ալեքսին գնահատել եմ 2։ Ես իմ գնահատականը վատի լավի համար չեմ տալիս։ Մի հատ աղջիկ կա, չգիտեմ, ինքը այդքան աստղային չի։ Այս աղջիկը աստղային է։ Իլոնան լրիվ աստղային է, ինքը պարզ է, գերող է, հայացքը, չգիտեմ, ժպիտը, սիրունիկ եւ ինքը գիտի իրան ոնց պահի, ինքը գիտի տղու հետ ոնց խոսա, ոնց ժպտա տղուն, թիթիզ է, բայց այն մի աղջիկը ոչ թիթիզ է, ոչ գիտի այդ տղուն ոնց ժպտա, ոչ ով գիտի տղա չի էլ տեսել երևի, ինչ որ հանդիպում չի եղել եւ այլն եւ այլն, այսինքն ինչ որ ուղղակի տենց այդ պարզ sense նայելով այն մեկին տնես 6, այս մեկին տնես 1, ես տենց չեմ ուզում, ես ուզում եմ հակառակն անեմ sense ամեն ինչը։ Մտածում եմ, որ ավելի արժան մարդ կարա լինի, որպես իմ նախընտրած։ Ես էլի Ալեքսի դեմ բան չեմ, մենք բնականաբար այս դեյթից հետո էլ ընկերական նորմալ շփվելու ենք, բայց այդ իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ ես չեմ կարա երբեք խաբեմ իմ էմոցիաներով։ Իլոնան 10-ի աղջիկ է, այդ չի հարցը։ Բայց ամենայն դեպս ես էսի դրա համար եմ մեկ դրել, ոչ թե իր վատի համար, այլ որ այն մեկն էլ հնարավորություն ունի նայել։ Ուզում եմ մի քիչ քեզանից պատմես։ Կան որ տենց Ինչով եմ զբաղվում, հայ։ մենք այդքան ուղղակի ժամանակ չենք ունեցել, այսինքն իրար ճանաչելու տենց առանձին շփվելու։ Ես կուզեի քեզան, գիտեմ որ ծրագրավորող ես։ Հա։ Այդքանը գիտեմ։ Համալսարանս ավարտեցի ու նախորդ դեյթի ժամանակ էլ եմ սկսում եմ արդեն խոսալը գնում եմ էլի պատմությունը համալսարանս ավարտեցի ու այդ պահին արդեն sense խառ ինչ-որ պահեր դասընթացներ արդեն աշխատանք գտնել ինտերվյուներ էի գնում ծրագրավորման ասպարեզում ու հանկարծակի այտենց ստացվում է այնպես որ հողումով տեսնում եմ ու որոշում եմ որ պետք է ռիսկի գնամ որովհետև ես իմ մամայի աղջիկն եմ ես ռիսկի սիրում եմ ու դիմում եմ առանց մտածելու որ հնարավոր է ինչ-որ մի բան ստացվի էլի անցնեմ բայց հիմա այստեղ եմ քո դիմաց նստած Չգիտեմ, էլ ինչ ասեմ։ Առաջինն շատ ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել, տենց այսպես սիրուն տեսանով այդ հանդիպում ունենալ, դեյթ հենց կոնկրետ ունենալ, ուղղակի հանդիպում չէ։ Ես հայտը ներկայացնելիս ինչպիսի դեյթ եք բանում, հենց առաջինը հենց այդ եմ նշել, որ մայրամուտի ներքո ոչ մեկ մեզ չի խանգարում, սիրուն ինչ-որ գինի ենք, այդ իմ համար շատ ռոմանտիկ է։ Հիմա օրինակ դեյթի մեջ ես հետաքրքիր reality show-ի մեջ ես։ Դեյթերը կամ չէ, հետաքրքիր շատ reality show-ի մեջ ես։ Ոնց է օրինակ քո համար պատկերացնում ես sense ինչ-որ սֆերայի մեջ։ Քեզ Սիրուն հագնվել է իմն է, սիրուն լինել է իմն է, ես սիրում եմ դա։ Մեր աղջիկը երեխա է, էլի, հələ նոր մտել է կյանք։ Ինքը ամենաշատ տղորացիկ որ պահն է դուր եկել իր անմեղությունը, անկեղծությունը։ Ամենաշատը այդ է դուր եկել, որովհետև անկեղծ մնացած բոլոր մասնակիցների հետ այս ընթացքում շփվելու ժամանակ այդքան անմեղություն չէի նկատել, ինչ իր մոտ բնականաբար։ Ես մեկ էլ գիտեմ, որ այս քո կյանքի երկրորդ դեյթն է, որ էլի որ առաջին եղել է Ալեքսի հետ։ Իմ համար էլի ոնց որ պատասխանատվություն է, կոպիտ ասած, որպես երկրորդ տպավորություն ոնց որ Չէ, եկեք հայկական խոսքերը մատի փաթաթան չսարքենք, ոչ մեր դեյթը բանը։ Չէ, ես եկել եմ հետաքրքիր լավ անձնավորություններ այստեղ բացահայտելու, որովհետև
նենց պահերի մոտ, որ շատ մարդկանց հետ չէի ծանոթանում ու ոչ ես սիրում եմ մարդկանց հետ ծանոթանալ, շփվել։ Իմ համար ոնց որ պասիվ շրջան էր ու այս քայլը ոնց որ ես բացահայտում եմ ինձ, այն էներգետիկաս, որը մի քիչ պասիվ էր, վերականգնվում է ու ես ուղղակի վայելում եմ ընթացքը, էլի։ Իմ կարծիքով անկեղծությունը այդքան էլ չգնահատվի այս պրոյեկտում։ Իմ կերպարը, իմ կարծիքով ավելի իմ տեսակը, չգիտեմ, շատ է տարբերվում մնացած մասնակիցներից, թե աղջիկ, թե տղա։ Ես չեմ կարծում, որ կունենամ շատ բարձր միավորներ։ Ես բոլոր դեյթերի ժամանակ անկեղծ եմ, որովհետև եթե անկեղծ չլինեմ, հաստատ ինչ-որ նիտո բան է գնալու, իսկ անկեղծությունը մի քիչ շատ է ալնում, սկսում եմ ապուշ բաներ խոսամ։ Ինձ հետաքրքիր է դու ինչ-որ ֆոբիաներ ունես։ Ֆոբիա։ Չէ, ֆոբիա չունեմ, բայց ալերգիաներ ունեմ։ Հետաքրքիր ալերգիաներից խոսամ, բայց չեմ ուզում անցնել այդ թեմային, էլի։ Ալերգիաների մասին կարծիքով պետք չէ խոսենք։ Իսկ դու ունես ինչ-որ ֆոբիա։ Ֆոբիաներից ես ունեմ տալասոֆոբիա։ Մանրամասն։ Ինքը սենց հետաքրքիր բան է, որ դու ծովի մեջ ես կամ ջրի խորքում։ Տարածությունից։ Երբ որ մթություն է, չգիտեմ, որ չգիտես անկանխատեսելի է կոպիտ ասած։ Չգիտես ինչ է ներսը կատարվում, այդ իմ համար ֆոբիա։ Տենց մի անգամ Բայց ինչի՞ց է եկի խորացել ես օրինակ այդ հարցի շուրջ։ Ես գիտեմ երբ այնց է սկսել։ Նու կայակ շատ ենք քշում Իսպանիայում։ Մի անգամ ոնց որ տենց կայակ քշելուց սենց օծա ձկներ տեսա։ Հա։ Ոնց խառը սենց վատ ձկներ սենց տգեղ, գեշ, ավոր։ Ու այդ օրվանից ես հասկացա, որ ես ունեմ այդ ֆոբիան։ Միտեղ գրում եմ։ Պարիտակ CV-ի մեջ ունեմ։ Ունեմ։ Իմն է։ Որտեվ բաներ։ Մտածում եմ օրինակ շուռ գամ կայակով։ Այդ պահի մոտ զուտ պատկերած, ոչ թե զուտ պանիկային մոտ եղավ կամ ինչ-որ բան, զուտ այդ պահի ես իմ մեջ պատկերացրեցի ու հասկացա, որ այդ իրոք իմ մոտ ֆոբիա է։ Ես ոնց որ արկածախնդիր եմ շատ։ Ես սիրում եմ, որ սենց ավելի սենց խենթ բաներ, սենց չգիտեմ, ավելի ակտիվ մարդկանց, ավելի պոզիտիվ, չգիտեմ, սենց գժավարի բաներ եմ ավելի շատ սիրում։ Այդ է ինձ ոնց որ կլանում մարդկանց վրա։ Բայց Անահիտը այդ կերպարը չէր։ Չեմ ուզում ասեմ որն է ով է քո իդեալը կամ որն է քո իդեալը տղամարդու։ Ինձ հետաքրքիր է որն է քո տիպաժը տղամարդու։ Գիտես, տիպաժը թե արտակնապես եմ ուզում ասես, թե խարակտերով, բնավորությամբ։ Ես ստակ սահմանված ու կանոններ ունեմ իմ մոտ, որ կա հստակ ինչ-որ տիպաժ, որ ինձ հաճելի է, խոսքի, չգիտեմ, գեղեցիկ արտաքինով տղա մարդ եւ այլն, բայց դա չի կարող հիմնավոր կետ հանդիսանա, որ ես այդ մարդու հետ հանդիպեմ, որովհետեւ իմ համար առաջնայինը մարդու հոգեվոր արժեքներն են, մարդու թե ինչպիսի մարդ է ինքը ընդհանուր առմամբ, դաստիարակությունը, հոգատարություն եւ այլ լիքը պունկտեր կա։ Մեր Անահիտը շատ չափված ձերված ու ճիշտ բանաձևով ընտանիքից է։ Ինչն է քո համար գեղեցիկ օրինակ տղամարդու մեջ։ Ժպիտը, աչքերը, ուշադրություն եմ դարձնում ձեռքերի։ Հետո արտաքինի հետ է կապված, բայց ինչ-որ առումով բնավորության գիծելա, չէ՞, մաքրությունը, կոկիկությունը։ Այդ դրսևորվում է արտաքնապես, բայց ոնց որ եթե մարդը բնատուր չունի այդ իր մեջ, դա էլ է կարևոր իմ համար։ Ամենասիրածդ կինոն որն է։ Այս վերջերս եմ դիտել ընկերուհուս խորհրդով Forrest Gump։ Ուղղակի տպավորություններն ու էմոցիաները այդ ֆիլմից աննկարագրելի է, որովհետև հենց այս վերջերս եմ նայել ու հենց այս էտապում էլ որ ուղղակի պրոստը ծրագրավորումից ես որոշում եմ գալ ռեալիթի շոուում նկարվեմ։ Ու մի օր չեմ իմանա որտեղ կհայտնվեմ։ Ես իմ մեջ հասկացա, որ ես մի կյանք եմ ապրում, ես չեմ ուզում ինձ սահմանափակեմ, ես չեմ ուզում ասեմ, ես այս ինչու կարամ, ես ինչ բան չեմ կարա, ու սենց ազատ եմ։ Ասում եմ, կստացվի, չէ, աղոթում եմ, и всё, թողնում եմ ամեն ինչ Աստծուն։ Այդ այնքան լավ է, սենց բրծնում ես այդ բոլոր խնդիրներից։ Ոնց որ անգլերեն ասած it's not my type, չգիտեմ, իմը չի, զուտ։ Ես մի քիչ ավելի ուրիշ ոճի աղջիկներ եմ նախընտրում։
Ես ինչպես ասացի առաջին դեյթին Անահիտը ու ասենց ասեմ այս պրոյեկտի շրջանակներում իմ կյանքում այս պրոյեկտում կարելի է մի հատ Անահիտ։ Լավ, իսկ ասա, ես ասեցի մոտավոր իմ տիպաժի ասենց ասած մասին, դու ինչ պատկերացումներ ունես, ինչպեսին պետք է լինի այն աղջիկը, որ կարող է քո կողքը հայտնվել։ Իրականում ամենակարևորը իմ համար, որովհետև դրան շատ եմ տուժել, այդ անկեղծությունն է։ Որովհետև հիմնականում իմ հետ անկեղծ չեն եղել։ Այսինքն ցույց են տվել, որ անկեղծ են, բայց անկեղծ չեն եղել։ Այդ իմ համար ամենակարևորն է, որովհետև ես ապրում եմ տենց։ Ես ավելի եթե օրինակ ինչ-որ բնդուրս չի գալիս կամ չգիտեմ, ինչ-որ վատ բան եմ անում, կոպիտ ասած, ես անկեղծ դրա մասին խոսում եմ, չեմ վախենում իմ սխալներից կամ չգիտեմ։ Դաշմաշ, կոպիտ ասած, ազատ դրա մասին ասում եմ առանց ինչ-որ այդ իմ մտքի ինչ կմտածեն իմ մասին կամ չգիտեմ։ Այդ առումով ես ահավոր անկեղծ եմ։ Այդ անկեղծությունը իմ համար էլ է շատ կարևոր։ Ու դրա համար իմ կարծիքով մի քիչ իմ նման պետք է լինի այդ աղջիկը։ Նման հանգիստ։ Հանգիստ եմ։ Դու չասեցիր, ասեցիր ես մի քիչ ավելի համբերատար եմ։ Թե համբերատարը հանգստի հետ կապ չունի։ Հանգստի հետ ընդհանրապես կապ չունի իմ կարծիքով, որովհետև համբերության բաժակը ինչ-որ մի պահ կարող է լցվի, բայց հանգստությունը չի կարելի ինչ-որ միտեղ վերջանա։ Հանգիստ մարդը միշտ հանգիստ է։ Բայց համբերատար մարդը մի օր տրակում է կոպիտ ասած։ Դե ամեն մանրուքից կարող լինի կամ չէ։ Համաձայն եմ։ Ես կուտակվում է։ Այդ առումով օրինակ արտահայտվող չեմ։ Դրա համար ասում էլի։ Ինձ թվում է ես արտահայտվող եմ։ Ես չեմ կարում մեջ պահեմ երկար։ Սենց դաժե ես սենց մի պահ մտածում եմ ու հասկանում եմ, որ եթե ինչ-որ խնդիր կա, վեճ չենք հասկացել իրար, դա պետք է օրը չանցնի։ Այդ ամեն ինչը քննարկվի, հասկանանք խնդիրը ինչումն է, պարտադիր չի կողմերից ինչ-որ մեկը ասի, օքեյ, քո ասած, չէ, օքեյ, քո ասած, չէ։ Ուղղակի հասկանանք խնդիրը ինչումն է, մենք ինչից ենք նեղվել։ Ու ավելի դրական ավարտ ունենա էլի, քան ուղղակի նեղացվածությունը։ Հասկացա։ Իրանք չեն իմանա չես մասին, շանսեր չկա։ Անկեղծ եմ ասում։ Կներեք, սա լավն եք, ամեն մեկիդ մեջ ինչ-որ դրական կողմեր կա, բացասական էլ կա, բայց այն չի ինձ ինչ պետք է, ինչ ես փնտրում եմ այս կյանքում։ Լավ, մի կենացել դու ասա, լավ։ Մի կենացել ես ասամ։ Հա։ Մի կենացել ես ասամ։ Այս պահի համար եմ ուզում խմենք։ Սիում պահերի համար ես եմ խմում, այս պահի համար։ Այս պահն էլ է սիրուն, բայց սենց ասեմ, ինչքան փորձենք, էլի լրիվ նույն ձև որ լինի ամեն ինչ, ալբոմը չի լինելու։ Հասկացա։ Համաձայն չես։ Համաձայն եմ։ Այս պահի կենաց։ Այս պահի համար։ Չգիտեմ, երկուսն էլ շատ լավն են, բայց ես այս զույգին իրար հետ չեմ տեսնում։ Իմ կարծիքով արդեն եկել է Պահն է եկել։ գնահատական տալու ժամանակը։ Ճիշտ է, շատ արագ անցավ, չէ՞։ Ահա դες 5 լոկոտ։ Հեսա կասեն ես միամիտ երեխեն 5-6 մի անգամից դեմից սաղին բարձր տևեց, ես միամիտ չեմ, հա, ես միամիտ չեմ ուղղակի, մի քանի բան ավելի ուշ սկսեցի հաշվի առնել, օրինակ, 6-ի համար չեմ փոշմանում այդ կասեմ։ Անահիտին գնահատել եմ մինիմալ, 1 եմ գնահատել, որովհետև քանի որ պրոյեկտում ունենք 2 Անահիտ, իսկ առաջին Անահիտին գնահատել եմ մաքսիմալ, այստեղ որտեղ ոչ թե այտենց զուտ մեկին եմ թողում իմ համար իմ ներսում, կոպիտ ասած մեկին եմ թողում խաղի մեջ, այ զուտ, չգիտեմ, համեմատական տանով մնացած աղջիկներին, թե ոճի մեջ, թե խոսելաձևի, թե պահվածքի, չգիտեմ, թե բնավորության մեջ, ինչքան որ ճանաչում եմ, համեմատական տանելով կարծում եմ, որ ճիշտ եմ գնահատել իմ համար։ Շնորհակալ եմ քեզ, գեղեցիկ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ։ Անմիջական հետաքրքիր զրույցների։ Այո։ Հա։
Լավացություն տեսա ոչ չկար։ Լավ չի։ Լավ է։ Բայց ինձ թվում է էլի հնարավոր է բարձր լինի, բայց դե ամեն ինչ անսպասելի է, չէ՞, հաղորդման ընթացքում։ Միգուցե եւ մեկը։ Ամենա իմ համար սպասվածը Իլոնայի հետ հանդիպումն է, որովհետև առաջին հանդիպման ժամանակ երբ որ ասացի ֆավորիտները երկուսն են եղել Անետը եւ Իլոնան, իմ համար որ շատ հետաքրքիր է դեյթի ժամանակ ինչպես իրեն կդրսևորի Իլոնան եւ Իլոնան ինչպեսին է այդ տեսախցիկների առաջ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Դե ինչ հասավ ժամը փորձենք մեր պատրաստած ինչ ենք պատրաստել։ Էս ենք կարողացել, էս ենք պատրաստել, բայց շատ ախորժալի տեսք ունի ինչ խոսք։ Փորձենք։ Փորձենք։ Բարեախորժակ, սիրասուններ, բարեախորժակ։ Մյուս անգամ ինչ ենք պատրաստելու, եթե տենց սեր ունես այս ամեն ինչի հետ։ Հələ պետք է մյուս անգամը գա։ Լուրջ։ Հասկացնենք։ Լավ։ Չէ, իհարկե ոչ։ Տեսնեմ։ Համով չի։ 1-ից 6 ինչքան կգնա այդտեղ։ 2։ Նստիր 2։ Դե լավ, արի համաձայնվի, որ այդքան էլ կարևոր չի, որ համով չի, մենք հեսա պանիր կուտենք, զեյթուն կուտենք, բայց փաստը մնում է փաստ, որ հավեսով պատրաստել ենք։ Ընթացքը Պրոցեսը շատ ավելի։ Այո, այո։ Բայց քանի որ ինչա է ուտելիքի անուն։ Արի մենք որոշենք, ինչ անուն գտայիր իրան։ Մինչև փորձելներ պետք անուն տալ, լավ։ Սիրա պաստա։ Սիրա պաստա, սիրա պաստա։ Ասեմ, սիրուն է հնչում։ Ոնց որ ֆիլմի հերոսներ լինեն։ Սիրա պաստան պետքա տոմատի սոուսով լիներ, ինքը պետքա կարմիր որևէ բան ունենար։ Համաձայն չես։ Այո։ Մի հատ հարց առաջացավ մոտս։ Ինձ թվում անենց են խոսում, որ ես անսպասելի սկսելու են ապարել երկուսով։ Մենք մի քանի օր առանց հեռախոս ենք։ Քո կյանքում եղել է դեպքեր, որ էլի մնաս առանց հեռախոս, որտեվ եթե չեմ սխալվում, եթերային մարդ ես, всё-таки գործ ունես այդ ամեն ինչի հետ, իսկ տենց մարդիկ համ սոցիալական կայքերից են կախում ունենում, համ դժվարանում են առանց կապի միջոցի առօրյա շփման։ Կախում չունեմ սոցիալական հարթակների, չնայած ունեմ իմ կարծիքով ու ուրիշների կարծիքով նույնիսկ բավականին գեղեցիկ Instagram-յան էջ։ Այդ ավելի շատ երևի անձնագրի պորտֆոլիո։ Ջեր հետագ։ Կեյովը։ Կեյովը։ Մի խոսքով։ Լավ։ Այդ ավելի շատ անձնագրի ու պորտֆոլիոյի նման է, բայց ես շատ չեմ վարում, շատ ակտիվ լինել չեմ սիրում։ Իսկ առաջնորդվում ես այն սկզբունքով, որ եթե չկա Instagram-ում, ուրեմն դա տեղի չի ունեցել, հա, շատերն են տենց ճամփորդում են պայմանական կամ ինչ որ տեղ են գնում ու եթե այդ մասին չեն հրապարակում, ուրեմն դա տեղի չի ունեցել։ Ես շատ լավ կյանք ապրող ընկերներ, բարեկամներ ունեմ, ովքեր ոչ մի բան չեն հրապարակում։ Ես գիտեմ, որ ինքը հենց այս բանը այնպիսի տեղում է, որ ֆանտաստիկ տեսարաններ կա իր դիմաց ու ֆանտաստիկ վարքյաններ ապրում, բայց Instagram-ում ունի երկու նկար օրինակ ու դատարկ գլխավոր նկար ոչ մի story։ Իսկ դու տենցն ես, թե քեզ այդ դուր է գալի ուզում ես տենց լինի։ Ես շատ եմ սիրում լուսանկարել։ Շատ եմ սիրում հեռախոսով լուսանկարել, մոտս էլ շատ լավ ստացվում է նաև գույներ տալ եւ փոխել։ Ես հենց հիմա ունենայի հեռախոս մեծ սիրով տարածքը sense չխկցնեի։ Վաու։ Story-ը։ Իսկ մարդկանց նկարում ես, թե մենակ տարածքներ։ Մարդկանց էլ բայց պատահական էլի։ Չենք գնա ֆոտոշոփել։ Չէ, բայց հեռախոս ասած ես դու գիտես որ երբ notification-ը գալիս է, մեր ուշադրությունը շեղվում է, չէ՞։ Այո։ Դες որ այդ մեր մեջ ինչ որ կատարվում է այդ շեղվելուց, այդ նույնն է, ինչ տեղի է ունեցել այն ամենահին տարերում, երբ մարդիկ շուտ գազանի ձայն են լսել անտառից։ Վաու։ Օ։ Ես չգիտեի, սա ում դիտարկումն է, Սերգեյ։ Չեմ իմացել, բայց ենթադրել եմ ու դրանով պայմանավորված, էլի հեռախոս չունենք, որ նկատած լինես հարցնեմ, իմ notification-ները
չեն գալիս, որովհետև այդ իմ շեղումը ինձ միշտ խանգարել է, հոգնածրել է, ու ես default փակել եմ իրանց։ Չէ, իսկ ես բացակայությունը չեմ զգում հեռախոսի, որովհետև իրոք ես ինձ զգում եմ նկարանման, հա, ոնց ասացիր դերասանում, տես նկարանման հրապարակում որ լինում եմ, հիմա ինձ զգում եմ իրոք նկարանման հրապարակում, որ ձեռքումս չի, այնտեղ միտեղ դրված է, ուղղակի այստեղ տևողությունը երկար է, էլի օրերով։ Լավ։ Գիշերային մարդս թե ցերեկն ես շատ սիրում։ Օրվա որ պահն Մի քիչ գիշերային սխալ կլինի ասել։ Կյանքի տարբեր փուլերում տարբեր ձև ա եղել։ Հիմա կոնկրետ իմ մոտ այն փուլն է, որ ժամը 11:25 համ հեռախոսի notification-ն է գալիս, որ time to sleep, համ էլ օրգանիզմս արդեն վсё պետքա քնել, բայց այդ ամեն ինչն շուտ արթնանալու հաշվին է։ Ավելի շատ առավոտվա մարդ եմ, քան երեկոյի։ Չէ, իմ մոտ վերջին մի 3 ամիսն է երևի, որ ավելի շատ երեկոն ու գիշերն եմ նախընտրում այդ մտությունը, չգիտեմ ինչից է, գուցե բնավորության փոփոխությունից, հա, ավելի շատ ուզում եմ սենց քիչ երևալ, ակնոց եմ սկսել դնել արևային, 24 տարի երևի չեմ դրել ակնոց, միշտ չեմ սիրել, որ ակնոց դնում, միշտ սիրել եմ, որ սենց հայացքս մարդիկ տեսնեն։ Իմ հարցերից մեկն էր հաջորդը, որ քեզ պետք է տայի, դու կպար ակնոցին, հա, գիտես ինչ եմ նկատել, դու ակնոց ես դնում, որ քեզ թվում է, եթե դու ակնոցով ես, կամ լավ հարց որպես որտեղ իմը կարծիքա ոչ թե քեզ չեն տեսնում, բնականաբար քեզ տեսնում են, բայց դու ավելի ապահով ոնց որ քեզ զգաս ակնոցով։ Կա նման բան, ավելի հանգիստ եմ, հա։ Ես իրա մեջ տեսել եմ պարզություն, ես իրա մեջ տեսել եմ անկեղծություն, ես իրա մեջ տեսել եմ թեթևություն, ես իրա մեջ տեսել եմ բավականին դրական մարդկային հատկանիշներ։ Կուզեի քեզ 10 տարի առաջ տեսնեի։ Լռությունից հետո ինչ լավ բան, կուզեի քեզ 10 տարի առաջ տեսնել։ 10 տարի առաջ արտաքին ասով փոփոխություն չէր լինի, չէր տեսնի։ Ես կլինեի ավելի փակ, կլինեի ոչ ինքնավստահ։ 10 տարի առաջ քանի տարեկան էի, մի ավելի կոնկրետ եմ ուզում հիշեմ։ Դու կարող ես ասել իմ տարիքի ժամանակ նկարել։ Դե հենց հա իմիջայլոց դու 24 ես, չէ։ Շուտով 25։ Լավ, օքեյ 20։ Տարիքային տարբերությունը Իրանն ասում է ինչ խոսք, բայց շատ լավն է։ Սերգեյին շատ սիրեցի, շատ լավն է։ Տարիքային տարբերությունը երբեմն առաջացնում է օրինակ առարկայից սկսած ինքը գիտի մի բանից ու տեղյակ է մի բանից, որից ես բացարձակ է տեղյակ չեմ, որովհետև ես օրինակ ծնվել եմ DVD-ի դարաշրջանում, ինքը չգիտեմ ունեցել եմ մի հատ բաբշե ուրիշ բան, որը իմ ժամանակ չի եղել։ Նման բաներ են, որ մեկ-մեկ չեն համապատասխանում։ Մի քանի տարի առաջ ընկերներիս շրջանում հարցում եմ կազմակերպում, տարբեր, նենց չի որ ինչ-որ նույն օրը եւ այլն, որոշում եմ հարց-փորձ անեմ բոլորին ու տենց ստատիստիկա եմ հավաքում, հարցնում եմ դու քեզ որ տարիքում ես զգում։ Այսինքն կապ չունի դու քանի տարեկան ես, 23 ես, 33 ես, 50-նանց ես եւ այլն։ Ես ինձ զգում եմ 17-ամյա հասակում լուրջ չի լինում ոչ մի մարդ ու մի դյութիչ երեկով մի կողմ թողած աղմկոտ սրճարանները պայծառ գարեջուր թե լիմոնադ դու գնում ես շրջելու լորիների պուրակում։ Արթուր Ռամբո։ Ու հետաքրքիր բան պարզվեց, որ մինչև 50 սանդղակահա վերցնեմ, միջինացված իրանք իրենց զգում էին 24-ից 30-ի սահմանում։ Բայց երբ որ շատ էիր խորանում, հասկանում էր, որ իրանք իրանք հիշում են այն տարիքում, որ տարիքում, որ իրանք կյանքում ինչ որ ունիկալ բան է տեղի ունեցել, որը ստիպել է իրանք մնալ այդ տարիքում։ Չգիտեմ, ինչ որ մեկը ամուսնացել է, ինչ որ մեկը երեխա է ունեցել, որովե մեկը ամուսնալուծվել է, հա, տարբեր։ Ես չեմ հիշում ինչ ա եղել իմ հետ 24-ում, բայց ես ինձ դեռ 24 եմ։ Իսկ հոգեբանական թեստեր թե ինչեր ես։ Որովհետև այսպես ամեն ինչը դու ասացիր, ես փորձեցի իմ մեջ պատասխանել, ես ինչ տարիք եմ զգում։ Ես ինձ զգում եմ 19 տարեկան, ու մինչ դու 19, ու մինչ դու ասացիր այն ամեն ինչը, որ այդ են տարիքն է, երբ լիքը բաները կատարում է, այդ տարին եղել է իմ համար ամենատես տարբեր տարիք։ Փաստորեն դպրոց ավարտել, կորցնել շատ հարազատ մարդու, ընդունվել ինստիտուտը կորստի շրջանում, հետո այդպես մի քանի ամիս հետո տարվա վերջում արդեն COVID-ը սկսեց։ Իմ համար ես մնացել եմ 19-ում։ Միշտեր ես մտածում եի կտակ գրելու ժամանակն է երևի, դու դեռ 19 տես։
Շքեղագույն կերպով անցկացնում։ 19-ից մինչև հիմա նա հավոս արագ անցել։ Վախենալու արագ անցնում ժամանակը իմ համար։ Մի քիչ ավելի լուրջ թեմաներ ենք քննարկել տեսախցիկների շուրջ, այսպես ասած։ Ինչ վերաբերվում է տեսախցիկներից այն կողմ շփմանը, որը մենք ունենում ենք, դա շատ անմիջական, թեթև, հումորային, այսպես։ Ընդհանուր գիծը որպես այդպեսին երևի թե կառանձնացնեմ թեթևությունը եւ հումորի զգացումը։ Որ հետ դա այդ ժամանակը ինչ կփոխեիր։ Ինչքան հետ։ Ինչքան ուզես։ Ինչքան ուզեմ։ Չգիտեմ։ Չեմ մտածել այս մասին։ Հնարավորություն չկա։ Լավ առիթ է մտածել։ Շատ երկար կմտածեմ։ Նա հաջորդ հանդիպանը կպատասխանեմ։ Բայց ինչ սիրուն են, չէ՞, երկուսով, ինչ հետաքրքիր կլինի իրենց եթերում ու եթերից հետո տեսնես ինչ հարաբերություններով կշարունակեն։ Այդ հարցի շուրջ մտածի։ Միգուցե ինձ առանձին հետո կպատասխանես, սուտ հետաքրքիր է, հա։ Բա երևի ոչ մի բան։ Չես մտածում որ։ Դա է ուզում լսել քեզնից, հա։ Չէ, ոչ մի բան։ Հա։ Սիրում ենք երկուս էլ ծիծաղել, բայց հաստատ նաև սիրում ենք ավելի խորը խոսակցություններ ունենալ։ Ես վստահ եմ իր հետ եթե հնարավորություն ունենանք շարունակել ու էլ ինչ-որ ժամադրություններ ունենալ, արդեն ինչ-որ պահի այդ կատակները կվերջանան ու ավելի խորը խոսակցություններ կունենան ու կարծում եմ երկուս էլ ընդունակ ենք իրար հետ եւ կատակել, եւ խմել, եւ կիսվել, եւ անկեղծանալ։ Իր հետ կարծում եմ կկարողանանք։ Բոլոր սխալներով, բոլոր բաց թողումներով, բոլոր չարված եւ արված բաներով մենք այն ենք։ Մենք այն ենք ինչ հիմա ենք ու պետքա շարունակել։ Նրա հաշվին ինչ որ ընտրել ենք ժամանակ։ Ինչ որ բան փոխեի ու հիմա լիքը ուրիշ բաներ չհասկանայի։ Համաձայն եմ, ոչինչ առաջվանը չէր լինի։ Ուրիշ բանից եք ուզում խոսակ, բայց ուրիշ բանից եք խոսում, երեխեք։ Օրեգանոյի հոտը։ Զվարճալի բան, ինչի հոտը։ Օրեգանոյի։ Դոնը, սմոմերա։ Այս պրիպրավաներն ա օրեգանո։ Հետաքրքիրն ինչա որ նոր շատ սուր զգացի։ Սաղ ընթացքում չեմ նկատել, որ օրեգանո կամ էս։ Ուրախ պատմությունների սիրահար ես թե տխուր։ Ես մարազմատիկ պատմությունների սիրահար եմ։ Չգիտես ծիծաղս թե։ Չէ, ոչ թե չգիտես ծիծաղս կամ լացես, այլ երբ որ չես չգիտես ինչ վերջաբանա ունենալու, երբ որ ունենում է շատ ունիկալ վերջաբան, ինձ պատմում ես, ես շատ պատկերավոր եմ այդ ամիջը տեսնում, նենց որ ինձ թվում է ես այնտեղ եղել եմ։ Սենց այն կամերան որ կադր ունի է, մի հատ շատ պատկերացնող։ Ու այս նկարահանումները հենց դրա համար շատ եմ ասում, այնքան ծիծաղելու դեպքեր է տեղի ունենում, եթե նույնիսկ մասնագիտությունից կրկին ընտրելու հնարավորություն ունենայի, մենակ այս զվարճալի ամեն ինչ թե թատրոնում, թե կինոյում ես տեսախցիկից ենքում, ինքան ծիծաղելը պատմություններ։ Ինչ պատմություն կառանձնացնես, որ տեղի ունեցել ինչ-որ սյոմկաների ժամանակ։ Մենք ֆիլմ ենք նկարահանում, մի հատվածը նկարահանել ենք արդեն այս գարնանը, մնացածը պետք է նկարենք աշնանը։ Ու մի խոսքով, տեսախցիկը գտնվում է Ուրալի մեջ է նկարվում, դերասանները Ուրալի մեջ են, նկարում է դերասաններին, սենց պտտվում է, գալիս է սենց Ուրալից դեպի դուրս ու դրսի հատվածը մի քիչ երևում է։ Ձյուն Այն հետևում երևում է որ ձյուն է, մի հատ ուրիշ մեքենա կա, ու մասսայական տեսանի դերասան տղաները այսպես քայլում անցնում են տեսախցիկի դիմացով, տենց 2-2, գալի անցնում են, ու այդ ֆիլմը բաժանված է էպիզոդների։ Յուրաքանչյուր էպիզոդը օրինակ 13 րոպե անդադար նկարահանվում է։ Նկարահանել ենք 12 րոպե, եկեք կանգնել ենք։ Ես արդեն պատկերացնում եմ։ Տեսախցիկը պտտվում է այդ հատվածին։ Անցնում են մասսայական տեսանի զինվորները։ Վերջին։ Եթե նույնիսկ 1 մետր հետ կամ 1 մետր առաջ լիներ, չէր լինի կարող։ Մի հատ տղա մտավ կադր ու Սենկը սպոգվավ։ Ինչ ափսոս։ Ես ռեժիսորը դեմքն եմ պատկերացնում, էտա վաու։ Խի, ինչ է։ Մի ավելի լավն է այդ։ Հալա։ Թոթոլ կտորներից կարելի է։ Լիմոնով փորձում։ Լիմոնով։ Ոնց պրոստը։ Լիմոնով բանը։ Ինչ ասես որ չես լսի։ Արդեն պատրաստում է Տոմայի համար լավ ընթացք է։ Ու շոֆերոս բացի փորձում եմ մարդկանց տեսնել։
Կարծում եմ մոտ այդ լավ է ստացվում, ու ես հույս ունեմ Թամարան անկեղծ էր։ Ինչ ունիկալ համադրություն Ժամանակ, սիրելի սիրասուններ, ժամադրությունը ավարտվեց եւ ժամանակն է որպեսզի դուք քվեարկեք միմյանց օգտին։ Դպրոցում իմ չսիրելի գնահատականն էր 3-ը, չէի սիրում, շատ չէի սիրում։ Ես կողմ էի ստանալ 2, բայց ոչ մի դեպքում ոչ 3, որտեղ 2-ը նշանակում է չէ դու չես սովորել, բայց 3-ը նշանակում է լավ չես սովորել, այդ միջակությունը իմ մասին չի, բայց ցավոք մենք ունենք ինչ ունենք 1-ից 6 ու պետք է գնահատենք 6-ի սրտով ու 6-ի մատորով, բայց 3 եմ գնահատել։ Տոման ավելի մտերիմ է եղել դարձել ինձ դեյթից մի ժամ առաջ, քան այսօր առավոտ։ Ու այդ ժամերը նույնիսկ ազդել են։ Ինչի մասին օրինակ 3 ես չէի կարող պատկերացնել։ Բայց այս ֆորմատը ինքը այսպեսին է, երբեմն ես երեկվա կայացած որոշումը արդեն մնում է անցյալում, գուցե եթե հնարավորություն լինի փոխելու, ինչ-որ փոփոխություն անենք։ Օրինակ եթե այո, հնարավորություն լիներ փոփոխելու, գուցե երեկվա այսօրվա դեյթերի միավորն կարողանայի փոխել։ Կամ ամենավերջում, երբ ես արդեն 6 միավորներ տվել եմ, երբ լիներ հնարավորություն 1 փոփոխություն օրինակ թեկուզ կատարելու, գուցե ավելի համարձակ լինեինք այդ ամեն ինչը կատարելու։ Որպես այդպեսին չունեմ առանձնացրած մասնակից, ում համար պահում եմ բարձր գնահատական, շատ անկեղծ եթե լինեմ, հիմա բարձր մտածում եմ, հա, խաղարկային եմ մոտենում հարցին ու թողել եմ, որ այդ պահին, ով որ դրան արժանանա, ոչ թե ինչ որ, չգիտեմ, ֆլիրտով արժանանալով, չգիտեմ, չէ, այդ արժանանալու մասին չի խոսքը, այն որ պահի տակ ով որ արժանի լինի դրան, թողնում եմ ոնց որ այդ հարմար առիթին, հարմար պահին։ Արի խմենք կարևորը անփորձանք տեղ ենք հասել, շատ հաճելի է։ Նմանապես։ Մեզ բարի հանդիպում։ Բարի երեկո։ Լավ բան ասեցիր, ասեցիր, այնց շփվենք, ոնց որ ինտերնետով ենք ծանոթացել։ Այո, ես տենց եմ պատկերացրել շփումը։ Որ մենք ինտերնետով ենք ծանոթացել։ Բայց խի չէ։ Կարար լիներ, չէ։ Հա, բայց գլավնի նկարիդ նման չես։ Բայց դու տեսել ես իմ գլավնի նկարը։ Ինտերնետով ենք ծանոթացել։ Կարող է առանց նկար էջերի մեջ։ Կարող ուրիշի նկարներ։ Կարող է։ Կարող է ուրիշի, դե եմ ասում, կարող է ուրիշի նկար։ Կարող է փոխվել եմ ուղղակի։ Բայց տես բաներ երբևիցե արել ես։ Ուրիշի նկարով պրոֆիլ ունեցել ես։ Հա, տղայի նկարով ունեցել եմ։ Ինչ։ Տղայի նկարով ունեցել եմ։ Ու ինչ նպատակ է հետապնդել։ Պետք է մի բան իմանայի, իմացել եմ։ Տենց շատ շուտ է եղել։ Տղայից ես իմացել։ Չէ, աղջկա պահով էր։ Հա, տիպը տենց խոսացնելու բանը։ Խոսացրել եմ, հա։ Բայց խոսացել է։ Այո, դաժե սիրահարվել է։ Այդ ինչ նկար է դրա։ Շատ սիրուն տարբեր տղաների նկարներ էր։ Ու հավատացել է, որ այո, երդվում եմ հավատացել է, դաժե սիրահարվել է։ Շատ շուտ է եղել այդ պատմությունը։ Տարբեր նկար տղաների նկարներ։ Շատ նմանատիպ տարբեր տղաների նկարներ էին։ Ու այդ տղան հավատացել է, որ դա օրիգինալ տղա չի եղել, դա եղել է աղջիկ, ես խոսացրել եմ աղջիկը։ Հա, աղջիկը հավատացել է, կներես ճիշտ է։ Սիրահարվել է այդ տղային։ Հասկաց։ Անունն էլ հիշում եմ, Արման էի դրա այդ տղայի, չգիտեմ խի։ Հասկաց։ Չգիտեմ խի, ինչի հետ էր կապված, բայց դա եղել է շատ շուտ։ Շատ բավականին։ Բա լավ, եթե լուրջ վերջի ինտերնետային հանդիպումը երբ ա եղել։ Եթե եղել է։ Այդքան շատ ժամանակ չի անցել։ Հա, թարմ դեպք։ Այո։ Լավ էր, լավ անցավ։ Նորմալ, բավականին հաճելի, այո։ Իսկ նախքան հանդիպումը երկար եք շփվել։ Բավականին շփվել ենք։ Ոչ այդքան երկար, բայց շատ մոտիկ ենք գտնվել։ Ինքնա փորձեք այդ ծանոթանալ։ Իհարկե։ Ինքնափորձ։ Առաջի քայլը իրանն է եղել։ Այո, այո։ Տես պատահական տեսել է սիրուն նկարդ։ Չէ, պատահական չի տեսել։ Ես քեզ ճանապարհին ասեցի, բավականին նկատելի արտաքին ունես։
Մերսի։ Տեսել է, նկարներում է սիրուն ես, ես էլ եմ նկարել քեզ։ Դե նկարներում դու նկարներս չես տեսել։ Չէ, ես չեմ հարցնում, ես փաստում եմ, նկարներում է սիրուն ես, տեսել է, հավանել է ու քայլ արել։ Ինչա գրել, կհիշես։ Առաջին։ Հա, իմенно այդ տղան գրել է դե ռեակցիա է ուղարկել իմ շատ սիրուն է, բայց բանին post-ին ռեակցիա է ուղարկել։ Ռեակցիա, խոսքի սրտիկ։ Ինչ-որ բան էր ուղարկել, չեմ հիշում։ Հա, սրտիկ, տենց մի բան։ Բութ չէ, էլի սրտիկ։ Հա, չեմ հիշում։ Կամ են փաթաթվելու նշան։ Չէ, հաստատ չէ։ Այդ չէ։ Սրտիկ էր։ Դե նրա մեջ է սրտիկ կա։ Հետո գրել էր։ Այդ սրտիկով ինքը կարողացավ քո, հա, ուշադրությունը։ Չէ, հետո գրել էր։ Գրել էր։ Ինչ էր գրել, եթե գաղտնիք չի։ Եթե գաղտնիք չի։ Ինչ-որ բաներ գրել իմ աշխատանքի մասին էր գրել։ Ինչ-որ բաներ, չէ, ինձ вообще օքեյ է։ Ինչ-որ բաներ գրել իմ աշխատանքի մասին, քանի որ ինքը իմ գոլեգաներից էր։ Աստված իմ հանդիպել են ուրիշ տղայից են խոսում, չգիտեմ, այս ինչ է։ Ես դու այդ տղան կտենա ու կհիշի, որ ես իր մասին եմ պատմում։ Հա, շատ լավ է, ինչ ա եղել։ Հա, ինքը ված տղա չի, ես կարծում եմ, որ ես վստահ եմ։ Արժանի էր, որ քեզ գրել է։ Հա, ու կարողացել է կարևորը սիրտը շահի, որ տեղափոխվի ռեալ կյանք։ Այո, շատ սենց։ Բավականին։ Շատ կուլտուրական, շատ ակուրատ տղա էր, շատ կիրթ։ Շատ կորեկտ, սենց ասեմ։ Չէ, լավ, արդ տղային բանա։ Եզրափակենք, կլորացնենք։ Լավ ընկերներ ենք հիմա, շատ տեսքը Հակոբի, ես գնահատել եմ 1, որովհետև նա ընդհանրապես իմ ճաշակի տղա չի, ոչ մի բանով, ոչ հագուստի, ոչ տեսքի, ոչ մի բանի պիտանի չի իմ համար, սենց ասեմ։ Տես ինտերնետային ծանոթությունը ոնց որ սենց ակամայից դարձավ թեմա, չէ։ Հիմա ինձ հետաքրքիր է, ինչն է առաջինը քեզ ուշադրությունդ գրավում, երբ ինտերնետային ծանոթություն են քեզ առաջարկում։ Ինտերնետային ծանոթություն։ Ինչին ես նայում, գրածին, ոճին, ասենք հայա տառը, անգլա տառը, հայերեն գրած, անգլերենը մի անգամից գրած, անգլիացի է գրել։ Ինչն ես նայում։ Նայում ենք բերանից հոտ գալիս է, թե չէ։ Մեկ էլ ոտերից։ Օրինակ տղան հավանում է մի հատ աղջկա ու ուզում է ծանոթանա ինտերնետով։ Գրում է ու կոմպլիմենտներ է գրում։ Օրինակ շուտ կոմպլիմենտներ է անում։ Շատ Չէ, ես տես շատ դեպքեր գիտեմ, որ կոմպլիմենտի են տրվում աղջիկները։ Հա։ Մի հատ գրում են, չի պատասխանում։ Հաջորդ օրն են գրում, չի պատասխանում, բայց արդեն ինքը առօրյայում կա այդ տղան։ Երրորդ օրն են գրում, ուղեղի մեջ է փորձ։ Երրորդ օրն են գրում, հերիքա, 4-րդ օրը մի հատ մեծ են գրում, 5-րդ օրը գրում են, 6-րդ օրը սկսում է հետաքրքրել, այդ սկսում է հետաքրքրելու մեխանիզմն է ինձ հետաքրքիր կնոջ տեսանկյունից։ Չեմ կարծում, որ տենց է, չէ։ Եթե չի պատասխանե, ուրեմն չի հետաքրքրել, նայ, եթե դու գրել ես կոմպլիմենտ, ամեն դեպքում այդ աղջիկը մտնելու է նայ քո պրոֆիլը։ Եթե դուրն ես եկել, ինչ որ ռեակցիա տալու։ Դե օրինակ տենց ուղակի մի հատ ֆոտո սրտիկելու, այո։ Իշմար է էլի տալու, որ տեսել եմ լավիկն ես, մի հատ էլ գրի։ Գոնե, ասենք սրտիկելու է։ Խիստ խափուսի կա։ Խիստ։ Ինչն է խափուսիկը, բայց դու ինտերնետային ծանոթության այդ սկզբնական շրջանը։ Okay, այո։ Մի այլ հարց էլ առաջացավ։ Իսկ եթե ասենք տղան քեզ դուրսն է տեսել, այո, աշխատանքի վայրում, քո կլիենտն է, քո մոտ է մազերը սարքում, բայց փորձում է ինտերնետային միջոցով ծանոթությունը հաստատի, ոչ թե իրական կյանքում։ Հիմա հարցս հետևյալն է. դու որ տարբերակին ես ավելի լուրջ նայում, որ ինքը իրական կյանքում գա փորձի քեզ մոտիկանալ, ասենք աշխատանքից հետո կամ աշխատանքի ընթացքում տենց դու մազերը կտրես, ինքը տենց ինչ որ հարցեր տա, թե գնատուն գրի, այդ որ տարբերակն է քո համար, այդ երկուսից ավելի նախընտրելի տղու։ Հա, պետք է նախընտրեմ ամեն դեպքում, մոտեցումը որն է ճիշտ։ Ճիշտը որն է։ Քո դեպքում դու ոնց ես ընդունում։ Դե ես կարծում եմ ճիշտ ու սխալ տեղ չկա, նայ, բայց կարա լինի ամաչկոտ, կտրես, ձեն չհանի, եղել է տենց դեպքեր։ Գնա տուն եւ գրի։ Կորեկտ, սիրուն, բայց երբեք չի եղել, որ ես իմ հաճախորդների հետ ինչ որ տենց բան ռոմանտիկ այո կապ ունենամ։ Ոչ չի բացառվում։ Եղել է, որ ես գրել եմ, որ բայց զարմանալի է։
Չի եղել։ Իմ հաճախորդները բոլորը շատ կորեկտ տղաներ են եղել, բոլորը ու շատ կորեկտ գրել են ու այնքան կորեկտ են, այո, այնքան կորեկտ են, որ այդ գրելուց հետո ես էլ եմ շատ կորեկտ պատասխանել ու մենք դալշ էլի եղել ենք վարսահարդար եւ հաճախորդ։ Այդ կարգի կորեկտ են ու այդ կարգի ինքնավստահ տղաներ։ Կորեկտ չեն, Աննա ջան, կորեկտ։ Դե եթե քեզ սիրահարվում է, բայց կորեկտ է։ Հա, բայց եթե դու պատասխանում ես, որ դու չունես ցանկություն գործից դուրս ոչ մեկի ինչ որ հետ կապ ունենալու, եթե սիրահարվել է, ինքը պետք է փորձի։ Դե չէ, չի կարա մարդ սիրահարվի քեզ տենալով պրոստը տակ, պետք է ինչ որ առիթ տաս, որ սիրահարվի։ Դե ասենք մի տարիա մոտը տա մազերը կտրում։ Չէ, միթե մի տարի այն մոտա կտրում։ Սու, հա դե առաջի հայց քիչ չէ, 6 ամսից հետո ինչ որ խոսել եք ծանոթ։ Դու ինձ գործի մեջ չես տեսել ուղակի։ Ոնց եմ ես հագնվում, ոնց եմ ես ինձ պահում, շատ դժվար է ինձ սիրահարվելը գործի մեջ։ Որովհետև ես կտրտում թափում եմ, բռի մարդ եմ գործի մեջ։ Մարդ կա, բարի աղջիկների ասել։ Դե իմ ունք չեն սիրում։ Մազոխիստ է, էլի, ես տանջի ինձ։ Իմ հաճախորդները չեն սիրում։ Կոնոնսախ կորեկտ է։ 100% կորեկտ։ Դու ես շատ կորեկտ։ Ես ասել եմ կգաս մի օր մազերդ կկտրեմ, կտենաս ինձ գործի մեջ ու կասես, «Վայ, աման, բայց այս բանից պետք է քսես էլի։ Ոնց կուզես, դա սա քո ցանկությունով կլինի։ Կար լարվածություն, հատկապես վերջի կտորում լարվածությունը կոնկրետ իմ երևի թե նրանից առաջացա, որ շատ հետաքրքիր թեմաներ էի ուզում Աննայի հետ քննարկեի, ուղղակի չստացվեց։ Պատմի քո կյանքից, ինչու դու, ասենք, ես գիտեմ, դու 35 տարեկան ես, չէ՞։ Մեր մեջի մեծը դու ես ամենաբոլորի։ Ձեր մեջի մեծը ես։ Մեր մեջի ստարշին ես, էլի լզի, հա։ Ասենք մի քիչ սարել է, էլի։ Ոնց է տենց ստացվել, որ դու ամուսնացած չես։ Կամ ես չգիտեմ, կարող է եղել ես ամուսնացած երեխա չունես։ Հա, ես օրինակ եղել եմ 8 տարի։ Ոնց է տենց ստացվել, որ չես եղել ամուսնացած։ Ինչի ամուսնացած չեմ։ Դե վստահ եմ չեմ հանդիպել կնոջս։ Հա։ Նենց չի եղել, որ հանդիպել եմ կնոջս ու բաց եմ թողել ձեռքից։ Հասկացա։ Այդտենց չի եղել, համենայնպես ես տենց եմ մտածում, բայց ես նաև համոզված եմ, որ հաստատ ամուսնանալու եմ։ Դե հաստատ չասեմ, մի քիչ ինքը բանա հնչում։ Հաստատ ինչ գիտեմ, չէ՞ վաղը ոնց ինչ։ Okay, դու ինձ հարցրեցիր, բա դու երբ ես տենց ինտերնետային ծանոթություն կամ вообще դուրս ինչ-որ մեկին տեսե ծանոթացել կամ вообще չունես կողակից օրինակ, եթե եկել ես այս պրոյեկտ, ուրեմն չունես։ Չունեմ, դե նոր ասեցի, չունեմ։ Ինչու։ Չեմ հանդիպել դեռ։ Вообще չես հանդիպել, չէ՞ եղել։ Կնոջս չէ։ Դե կնոջդ մասին չեմ հարցրել հələ, կնոջդ մասին դու բանել չգիտես որ պատմես։ Նու մոտավոր գիտեմ, բայց լրիվ չգիտեմ։ Okay, մոտավոր գիտես քո ցանկություններով հասկանում եմ, բա ոնց է եղել որ ուր անգերուհի չես ունեցել։ Չեմ ունեցել։ Երբեք։ Երբեք։ Չեմ հավատում։ Կարաս։ Չէ։ Լավ, սենց հարցիդ պատասխանեմ։ Չեմ ունեցել ընկերուհի, որի հետ, ասենք, ճանապարհ պետք է գնայի դեպի ամուսնություն։ Չէ, բա հո չես իմանում կգնա թե չէ։ Կարող է ունենում ես օրինակ մի տարի մտածում ես։ Ես հասկացա, պատասխանում եմ երկրորդ անգամ ուրիշ բովանդակությամբ։ Չեմ ունեցել ընկերուհի, որին 5 օր ճանապարհել եմ տուն։ Ну, իմ կարծիքով ինքը շատ նայգրնի է իրան պահում։ Ես ուղղակի չեմ շփվի Հակոբի հետ, որովհետև ես ցկտում եմ տենց մարդկանց հետ ընդհանրապես չշփվել։ Արի դնենք մեր գնահատականները, քանի որ ժամանակը արդեն սպառել է։ Արի Աննա ջան։ Երկրորդ դեյթից վերադարձել եմ շատ տհաճ, շատ անդուր էմոցիաներով։ Իմ կարծիքով սա իմ ամենավատ դեյթն էր։ Գնահատականից հետո է եղել միջադեպը։ Ու տենց անկեղծ ասացի, որ էներգիա ստարար, տենց մտերմորեն, ոնց կասես, այն ընկերոջն էլ ես ասում, էներգիա ստարար օրինակ, ինքը այդ էներգիան տարարի վրա դրանց առ ինադու ինչ որ տենց ինադու տարար ու իր մոտը տենց ինչ որ էմոցիոնալ ֆոնը բարձրացավ, իսկ ես չեմ սիրում, որ հատկապես իմ կողքի աղջիկը իմ պատճառով ինչ որ տենց հուզումնալից բաների մեջ է ընկնում ու մտածում եմ պատճառը ես եմ, դա ուղղակի ես չեմ սիրում։ Դու իմ էներգիան ինադու տարար։
Ես այնքան էներգիա ունեմ, որ вообще իր էներգիայի կարիքը այսքան անգամ չունեմ։ Ու շատ տհաճ էր իմ համար, ահա որ տհաճ էր։ Բան ուզում եմ պատկեմ, միտքերս կառուցել եմ, դասավորել եմ նախադասություններս, ուզում եմ շարադրում եմ, կեսից ընդհատվում է։ Լավ, մյուսը շարադրում եմ, մյուս թեման նույնը։ Ինձ ասում է դու ամեն րոպե ինձ ընդհատում ես։ Ես բոլորին եմ ընդհատում։ Լինի դա փոքր, լինի դա մեծ, դա երևի ոչ թե դաստիարակության նշան է, անդաստիարակության, այսինքն, այլ ուղղակի մարդու բնավորություն է։ Ես կարամ ուղղակի խոսամ, մի բան հարցնեմ, պատասխանեք ու ես կեսից սկսեմ ինչ որ մի բան հիշեմ կամ ինչ որ մի բան ուզենամ ասեմ ու ասեմ, բայց դա չի արվում նրա համար, որ ես մարդուն ցածրացնեմ, նեղացնեմ, երբեք։ Դա նրանից է, որ մարդիկ բացարձակ տարբեր են լինում, ֆանտաստիկ տարբեր են լինում, էությամբ, բնավորությամբ, ամեն ինչով։ Պատճառը այդ առաջի պլան կբերեմ։ Ես ուղղակի դեյթի ժամանակ մի քանի անգամ ասեցի, խիչ ես ուտում կեր, իրան դա հունից հանել է։ Ինքն ինձ ասում է դու դա ինադու էիր անում։ Ինադու, в смысле ինադու։ Ինչի համար։ Խիպտի ես ինադու ասեմ կեր, օրինակ։ Կեր ուտելիքը, կեր։ Ինադուի համար ներողություն խնդրեցի։ Եթե ինադուն է եղել պատճառը, որ ես կներես, ինադուն հանեցինք։ Հիմա ես քո հետ անկեղծ կիսվել եմ, որ էներգիաս գնաց։ Ընդամենը մի 4 բառ, մի ոչ ամբողջական միտքեր չի եղել կամ եսի։ 4-5 բառ էներգիաս տարար ինադու, լավ, ինչ որ այդ ինադուի համար ասացի կներես։ Չգիտեմ, ինքը մի քանի անգամ ներողություն խնդրեց, որտեվ հասկացա, որ սխալ է վարվել, բայց ես չեմ կարող ուղղակի մարսեմ այդ պահը ու վсё։ Իմ համար պրոստը ամենավատ դեյթներ ու հաստատ դաժե Ալեքսի հետ սենց վատ դեյթ չեմ ունենա, որի համար պահել եմ հատուկ գնահատական։ Իմ տեսանկյունից խնդիր չենք ունեցել, եղել է էմոցիոնալ իրավիճակ։ Էլի ասեմ, Հակոբ ջան, 4 օրից ավել աղջիկ չես ճամփետում։ Վсё, այդքան բանը։ Ես կլինեմ այնպեսին, ինչպեսին կամ, իսկ գնահատականները արդեն կարևոր չի։ Ու իմ գնահատականները արդեն կտամ այնպես, ինչպես մտածել եմ։ Օգնեմ քեզ։ Չէ։ Երազանքի տեսարան։ Շատ սպասված դեյթ է իմ համար։ Բայց գիտես ինչով։ Որտեվ առաջին օրից ես կոնկրետ քեզ լիքը հարցեր ունեմ տալու։ Բայց ինչ եղավ, որ զգացիր, որ այս աղջկան ես հարցեր ունեմ տալու։ Հեսա ես քեզ սա խաղաքարտերը կբացեմ, դու կիմանաս։ Հավատա։ Խաղի ենք եկել։ Մենք բաց քարտերով ենք խաղում։ Առաջի օրը միջև ձայնայինը չէ, երկրորդ որ պատտվեցինք, իրար տեսանք։ Լսի, ես հիմա համ քեզանից եմ ներողություն խնդրում, համ էլ այս պրոյեկտի ղեկավարությունից եմ ներողություն խնդրում։ Այո։ Բայց ես մի հատ սենց բան եմ մտ, որ դու Սերգեյը դերասաններ եք ու դուք իրար հետ սենց տեսակ բարև տվեցիք։ Այդ դու նկատել ես, այսինքն։ Ես նկատել եմ այդ տեսակ բարև տվեցիք, ես լուրջ եմ ասում, որ մենք նոր էինք եկել, ես մտածեցի, որ դուք պրոյեկտի դերասաններ եք ու կարան նենց լինի, որ դուք կրեք այդ պահին ես լուրջ եմ ասում, որտեվ շատ լուրջ բոլորի մոտ այդ մտքերը երևի եղել է, որտեվ ամեն դեպքում շոու է ու կարա շոուին ամեն ինչ լինի։ Շոուն ես դերասանն է ապահովում հոգիս։ Ես խի քեզանից ներողություն խնդրեցի ու պրոյեկտից անկախ ամեն ինչից, որովհետեվ երբ որ մենք սկսեցինք ավելի երկար մնալ պրոյեկտի մեջ ու տենալ թմի աշխատանքը ու вообще ոնց է այս ամեն ինչը կազմակերպված, ես այդ պայն ես ճանաչեցի քեզ ու Սերգեյին ճանաչեցի անկեղծ, որ ցած իրարից սկսեցինք շփվել, որ դու այդ խալաթով ամեն օր գնում գալիս ես այդ բանի մեջ, ես լուրջ նայ, սա դրանը կանդրադառնամ, ես լսի լուրջ
այդ բանը երբ որ ես արդեն ոնց որ նայեցի քեզ մի քիչ Սերգեյ մի կողմ լա իմ ու քո դեյթնա նայեցի քեզ ու ոնց որ մտա մի կողմ դնեք մի կողմ դնա գնա Սերգեյն գնա նա եկել գնա Սերգեյ հիմա ուրիշ դեյթ է հանգիստ եղեք ես հասկացա որ այս ամեն ինչը ռեալ է ես տեսա քո անկեղծությունը որ հասկացա որ չէ այսինքն հաստատ այդ իմ մտածածը չի բոլորը ինձ թվում է քեզ ու Սերգեյին կապում են իրար որպես զույգ բոլորի մոտ այդ միտքը կա որովհետև որ դուք իրար շուտվանից ճանաչում եք իրար այդ ձեր առաջի ժամադրությունն էր որ դուք երկուսը դերասան եք ու ինչ որ շատ է այդ համակնությունը շատ է ձեր հետ ես անձամբ մտածում եմ որ դու Սերգեյին վերաբերվում ես որպես ավելի շատ ընկերական տարվա ընկեր ծանոթ միաժամանակ համ պարս ու բարդ մարդ է ինքը իրականում նենց ներքին հանգստություն ունեցող մարդ է իր հետ շատ հաճելի է շփվել դու ստե չես եկե խայպի համար լուրջ եմ ասում դու չես եկե այստեղ ինչ որ ինտրիգային հարաբերություններ ման գալու դու եկել ես ստե հաղթելու համար ես անկեղծ քեզ ասեմ գժվում եմ, ես քո ֆանատն եմ դառել, որ դու պրոստը այդ խալաթով, տենց sense տխուր մեկ-մեկ չքնած դեմքով քայլում ես այդ միջանցքում բանում, որ մի օր ես հելել էի դուրս որ պարապեի ու առավոտը դե մենք ժամը 7-ից արթուն ենք էլի։ Բկաները ցույց տուր տնակ ոնց ես պարապե։ Դուս պատուհանից եկար, ես քեզ տեսա, հիշում ես ինչ ասեցի, շատ սիրուն ես ասում եմ էլի, ասենք ոչ գրիմ կար, ոչ ինչ որ բան կար, չէ, բայց իրոք սպորտացավ ժողովուրդ։ Բայց անկեղծ ես տեսա, ես այդ պահին Շատ շնորհակալ եմ քեզ։ Շատ շնորհակալ եմ, ես ասեմ մի հատ, որ ես շատ հիմա ապշած եմ, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում իրականում մենք երկու օր է մոտավորապես որ իրար շփվում ենք առօրյա ենք իսում, չգիտեմ, նստում ենք հաց ենք ուտում իրար հետ։ Ինձ համար շատ զարմանալի է, որ դու այս տիպի կարողացել ես վերլուծություն կատարես, որտեվ կոնկրետ իմ պարագայում ես գիտեմ, որ ես երկար փուլ պետք է անցնեմ մարդկանց հետ, որ այդ մարդիկ փորձեն որոշակիորեն գոնե ինձ ճանաչեն, որտեվ իմ առաջի շերտը կարող է մարդ միանգամից տեսնի, ինչ որ փշոտ աղջիկ կամ փակ աղջիկ կամ գիրք կրծող, այդ կարծիքը ես լսել եմ իմ մասին իրականում, բայց բազմաշերտ մարդ եմ ես գիտեմ այդ մասին ու ովքեր որ երկար տարիներ ինձ ճանաչում են գիտեն, բայց միայն ովքեր որ իսկապես ինձ երկար տարիներ գիտեն։ Իմ համար շատ զարմանալի է, որ դու ընդամենը 2 օրում այս տեսակ վերլուծություն ես կատարել։ Ուրեմն ես հասկացա, որ դու շատ խորը մարդ ես, որտեվ հատկապես այս ժամանակաշրջանում մարդիկ վազում են ձևի ետևից եւ բովանդակությունը մնում է դատարկ։ Ես չեմ սիրում անբովանդակ մարդկանց։ Դատարկ է, էլի։ Մտեք։ Ես շնորհակալ եմ, որ դու այդ նկատեցիր, բայց ես մի հատ կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Հիշում ես, որ մենք գալիս էինք ստե, դու ինձ ասեցիր հումորով էլի, իհարկե, ասեցիր, որ կարող է 10 գնահատես, բայց հումորով ասեցիր, էլի։ Հա։ Դե 10 չունենք մենք բալեն։ Բայց կհավատաս, որ ես քեզ ասեմ, որ այսօրվա ստեի գնահատականը այդ 10-ն է։ Ստե 10 է լինելու։ Ես հիմա քեզ չեմ ասելու այդ ոնց, երդվում եմ, չեմ ասելու քեզ այդ ոնց է ստե 10, դու գիտես երբ պետք իմանաս։ Խնդրում եմ լուրջ կնայես էլի իմ հարցազրույցը քո վերաբերյալ, որը որ ստեիստո մենք տալու ենք։ Կնայեմ, իհարկե։ Դու այդ հարցազրույցը լսելուց հետո կհասկանաս, որ այս ծրարի մեջ 10 է։ Չգիտեմ, սա ինչ-որ նոր մաթեմատիկա է։ Այդ էյֆորիան, որը որ Աննայի հետ էր, չկար Վիկայի հետ։ Վիկայի հետ ես ասեցի, որպես ավելի շատ, ես յանի ասի, որ գործնականով, որպես իր այսինքն այդ ռոմանտիզմը իր այդ ավելի քիչ էր, այն մեկի հետ ավելի շատ էր։ Քեզ այդ խալաթով տեսա, որը որ ես այդ քո ֆանատը դառա, ու որը որ ես տենում եմ, թե դու ինչքան դրական ու էներգետիկայով մարդ ես, ես այս գնահատականը, որ դնելու եմ քեզ, անկեղծ ազնիվ սրտով եմ ասում, մաքուր ու հանգիստ խղճով եմ դնելու այդ գնահատականը ու այն նպատակով եմ դնելու, որ դու հաղթես ու քո նպատակը կատարվի։
Վարդանը շատ կնամեծար է, ինչպես ես հասկացա, եթե նա չէր խաղում եւ եթե անկեղծ էր, որտեվ ինքը անընդհատ նշում էր, որ ինքը անկեղծ է, ես մի անգամից հասկանում եմ, բայց ինքը այդ նշեց մի քանի անգամ, չգիտեմ դրա կարիքը ինչումն էր, բայց համենայն դեպս ինքը անընդհատ ինձ զգուշացնում էր, որ գիտես ես անկեղծ եմ լինելու, գիտես ես անկեղծ եմ, որը եւս կարող է իր հերթին կասկածելի թվալ։ Հաղթանակ քեզ։ Քեզ Յո։ հաղթանակ։ В общем, ծապե, լրջացավ, քաոչը պակասե ծապե։ Համոյա, համեմ մի տես լավ պրոպագանդա չար։ Դու մի քիչ առաջ որ միջև այս ամեն ինչը նկարվել եմ, այնց լուրջ որ երգում էիր, ես բան էի լինում։ Մի քիչ լարվածությունը այս թեմայի մեջ մի քիչ անցնում էր։ Մի կտրոշկա կասես, հիմա էլի լարվել եմ, մի քիչ ուզում եմ բան անել։ Քո նոր որ դանդաղ երգ էիր, նոր երգում է։ Հերանալ Ուզում եմ, բայց չեմ կարող, չկա ինձ պես քեզ սիրող, արի ինձ մոտ հեռանալ, ուզում եմ, բայց չեմ կարող, չկա ինձ պես քեզ սիրող, արի ինձ մոտ։ Որքան եմ սպասել։ Դու կարող ես միքսել սա, դա ամենակայֆ բանը այս ամեն ինչի։ Կարոտել եմ արի։ Համ ինտրիգային դեյթ էր, անկեղծ եմ ասում, համ մի քիչ ռոմանտիկա կար այդ դեյթի մեջ։ Նես կուզեի ես կանայի քո նման երգեի։ Ես ված երգեցի, նոր դες տենց դպտպնող։ Ես շատ ռազմաբրազնի մարդ ես դու։ Ինչ մարդ եմ։ Ռազմաբրազնի։ Հա։ Մեկ-մեկ բառ էլ կա։ Շատ խորը վերլուծող ես իրականում, որ առաջին հայացքից ես չէի մտածի, մտքով չէր անցնի։ Կարամ տած վերլուծա։ Հա։ Ես մտածում էի ավելի շատ այն ժամանակակից են, հա, ինչ որ այդ տղեկից ես, բայց չէ, իրականում շատ խորը մարդ ես, շատ գնահատելի է։ Կաչոկ է ուղղակի, այնպես պրոստը կաչոկ է, էլի։ Որ մարդիկ իմ մեջ նայում են, մտածում են, որ պարապած սիրուն դեմքով տենց տղա ու մտածում եմ որ ներսում դատարկություն է իրականում ու ես իրոք մի քիչ չեմ հասկանում խոսքի մասին չէ օրինակ մի հատ առհասարակ մի հատ X մարդ ես ինքս զբաղվում եմ այդ մի հատ X մարդու որ միայն արտաքնով են դատում որ ինքը օրինակի համար չգիտեմ կարող ինքը բժիշկ է ինքը մարդկանց կյանք է փրկում բայց ինքը մի քիչ ավելի բաց է հագնվում օրինակի համար կամ մի քիչ ավելի բաց է իր արտահայտությունների մեջ դու Մի հատ իսկրա կա, որ պետքա սենց մի հատ հրաբուխ լինի քո մեջ։ Ես այդ վաղուց չեմ զգացել։ Երևի ոչ թե իրա մեջ է խնդիրը, այլ իմ մեջ է խնդիրը, որ մենք հաստատ պրոյեկտից հետո ընկերություն կանեինք, բայց անձնական հարաբերություններ ես չեմ պատկերացնում։ Իրականում ամենակարևորը ինձ թվում է դա մարդկային արժեքներն է այս կյանքում, որ մարդ պետքա իր արժեքներն ու իր նպատակները ճիշտ դասավորի ու ճիշտ ցույց տա դա մարդկանց։ Եթե մարդ ունի նպատակ, եթե մարդ լավն է, եթե մարդ շփվող է, ինչը որ ես կարամ հիմա դա ասեմ քո մասին, որտեվ դու մի այլ կարգի լավ մարդ ես ու մի այլ կարգի դու նպատակասլաց ես, անկեղծ եմ քեզ ասում։ Ես քեզ ասեմ, մի քանի տարուց դու հիշի խոսքս քո ինչ որ նպատակ դրել ես, դա կատարվելու է։ Այս մասը կկտրեք, մոնտաժ կանեք ու իմ հաջողությունները, Օսկար ստանալուց։ Իրականում ես մտածում եմ, ես գիտես ինչ եմ սովորել ժամանակի ընթացքում, որ պահը վայել եմ։ Իհարկե նպատակներ, երազանքներ պետք է ունենաս, բացի դրանցից պետք է դու քո մեջ պլան ունենաս, թե ինչպես ես հասնում այդ երազանքներիդ, բայց չպետք է մոռանաս պահը վայելելու մասին։ Երիտասարդ տարիները չեն գա էլի հետ։ Էլ չենք լինի 20 տարեկան։ 40 տարեկան։ Կինը։ Բայց ինչ եք ուզում 40 տարեկաներից։ Ուրախ եմ որ մերս դեյթը եղավ, որ հիմա ես քեզ ավելի նորովի ճանաչեցի։ Դու իրոք շատ լավն ես, ես իրոք քեզ ասում եմ, ես ստեղ 10-ը։ Այդ 10-ը իմացի։ Ոնց ես է։ Ես հետո կստախկոզենտի ոնց ես արել։ Չէ, չեմ 0 ավելացրել ոչ մի դեպք։ Ասեմ, լրիվ անկեղծ։ Իմ համար մի քիչ անսովոր է հիմա քո այս ասեմ ճիշտ բառերով փորձեմ ասել շատ ավելի շատ ոնց որ ուշադրությունը որ դու իմ հանդեպ այդ ուշադրությունը դրսևորում ես իհարկե յուրաքանչյուր կնոջը դուր է գալիս չէ
որ տղամարդը ուշադրություն է դարձնում եւ շատ կնամեծար է, այսպես ասեմ, բայց չգիտեմ դա իմ տեսակից ելնելով է թե ինչ, երբ որ այդ մի տեսակ քո անձնական տարածքից մի թեթև մոտենում ավելի ճիշտ քո անձնական տարածքին, ես հետ եմ քաշվում, չգիտեմ, հիմա մի քիչ համել իմ համար վախենալու է, որովհետև դու չափից դուրս իմ հանդեպ ուշադիր ես։ Ես անկեղծ եմ ասում, սիրում եմ, որ նույնիսկ եթե կին ու տղամարդը իրար սիրում են, սիրահարված են, նույնիսկ եթե անձնական տարածքը շատ պահված է։ Ինչ ես հավատա, բայց ես եթե այդ անձնական տարածքի հետ կապված լրիվ որ պիտի ամեն մարդ ունենա իր անձնական տարածքը ու անի ինչ ուզում է։ Ինչը վերաբերվում է այդ ուշադրությանը։ Լավ, հավասարացին ջագիր։ Ինչը վերաբերվում է թե ես խի եմ ուշադիր քո հանդեպ, պատասխանեմ այդ հարցին։ Այո։ Հիշում ես, որ մենք այսօր առավոտյան արեցինք Ժիրիբովկեն եւ գալուց առաջ ես քեզ ինչ ասեցի, հիշում ես, որ date-ը այսօր քո հետ է, իմացի 24 ժամ, ես դու իմ պատասխանատվության տակ ես։ Այսինքն, այս 24 ժամը ես ամբողջությամբ ուշադիր եմ լինելու քո հանդեպ, որովհետև էտա իմ համար այդ շատ չգիտեմ ոնց ասեմ, բայց անսովոր է, որովհետև քո մոտ ոնց որ չափից շատ լինի այդ։ Անկեղծ եմ ասում։ Ես մենակ ուրախ եմ, որ դու անկեղծ ես այդ ասում։ Մի հատ սահմանագիծ կա տղամարդու մեջ, որ ես ինքս հասկանում եմ տարիների փորձով երևի, համենայն դեպս, որ երբ տղամարդը չափազանց, գուցե ես կասկածամիտ մարդ եմ դառել ժամանակի ընթացքում, երբ չափազանց ուշադիր է քո հանդեպ, չափազանց դետալային ուշադիր է, այդ մի քիչ կարող է կասկածելի թվալ։ Ըստ այդմ դու ավտոմատ սկսում ես զգուշանալ մի քիչ այդ մարդուց։ Երբ որ նայես իմ արձրույցը, այդ ժամանակ նոր կիմանաս դու այդ սա, բայց իրոք կա պրոյեկտում մարդ, ում ես դնելու եմ 1։ 3-2-1 ժամանակի ավարտ, թե ով է լինելու այդ մարդը, ոչ մեկ չգիտի բացի Վարդանից, եւ մեր սիրասունները այժմ պետք է քվեարկեն ձեր թվապանակներից հանեք այն թիվը, որով քվեարկում եք ձեր այսօրվա date-ին, սիրասունին։ Հիմա, սիրելի Վիկա, բացում եմ այդ 10-ի գաղտնիքը։ Ես քեզ գնահատեցի այս date-ին 4, բայց երբ որ հենց այդ նույն օրը, երբ որ մենք պտտվեցինք ու տեսանք իրար, ես քեզ 6 եմ այդ վաղտ գնահատել։ Այսինքն չեմ կարող ասեմ ինչի հաշվին է դա եղել, բայց իմ ձեռքում 6-ը գնաց քո օգտին եւ այսօր 4-ն էր եւ այդ 10 միավորը, որ ես ուզեցի տամ քեզ, իմացի դա նորից եմ ասում, որ անկեղծ մաքուր սրտով է, որ դու հաղթես այս պրոյեկտում։ Գնահատականը գտնվում էր այդ երկու սանդղակի մեջտեղում։ Այն մեկը, որ նժար է, էլի երկու, այն մեկը, որ ինքը չափազանց լավն էր, չափազանց ուշադիր էր, կնամեծար էր, բովանդակալից էր ու դրա հակառակ կողմը, որ դա կասկածելի էր իմ համար։ Ես, որտեվ չափից ավելի էր ամեն ինչ, այսպես ասեմ։ Ես չեմ կարող ասել, որ ինտուիտիվ ինչ-որ բան զգացի եւ այլն, որտեվ իմ ինտուիցիան եւս ինձ երբեմն խաբում է, եւ դրա համար ես որոշեցի մեջտեղի գնահատականը տամ իրան 3։ Շատ կոնտրաստային, շատ անսպասելի ու սիրասունային էին այսօրվա դեյթերը։ Չգիտեմ, ամեն օր ինչ-որ նոր բան եմ սպասում ու չեմ հասկանում, դեռ անկանխատեսելի է շատ, ամեն անգամ մտածում եմ, որ այս զույգին ես գուշակել եմ, ոնց իրենց կպահեն, բայց զարմանում եմ անընդհատ։ Չգիտեմ, տեսնենք ինչ դեյթեր կունենանք առջևում։
Հետևեք մեզ YouTube-յան ալիքում, Monk-երիքին բաց մի թողեք ոչ մի սոցիալական հարթակից, որպեսզի լինեք տեղեկացված, ոչ մի գեղեցիկ էմոցիա բաց չթողնեք։ Կհանդիպենք, սիրելի սիրասուններ։ Անկախ նրանից դերասան ես հոգեբան, թե ուսուցիչ, սիրասունի դեյթերի ժամանակ դու պարզապես դառնում ես մարդ եւ տրվում զգացողություններին, ասված ու չասված խոսքերին։ Սա սիրասուն ռեալիթի շոուն է, այստեղ ամեն բան իրական է, իրական հույզեր, իրական ապրումներ, իրական սիրո թրթիռներ, անգամ իմ կոստյումն է իրական։ Կհանդիպենք։ Ucom ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։